Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս Հայաստանը մեր պատմական հողն է։ Ասում եք 20-րդ դարի ընթացքում ադրբեջանցիները 5 անգամ իրենց ինքնությունը փոխեցին, ծագումնաբանության միֆը փոխեցին 5 անգամ։ Այսինքն ասած մի սիստեմով պատմության կեղծում է գնում մի շատ վտանգավոր երևույթ ու դա համակարգային դրվում է Ադրբեջանում մեծացող սերունդի ուղեղում։ Այդ համակարգից իրեն հանելը հաշվի առնելով նաև վարչակարգի ավտորիտար բնույթը շատ բարդ է լինելու եւ շատ խնդրահարույց է լինելու։ Բարև ձեզ, այսօր մաքուր պատմության հյուրներ պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը եւ Տաթևետ այսօր մենք խոսել ենք Ադրբեջանի մասին, ադրբեջանական դասագրքերի, ադրբեջանական պատմագրության կամ կեղծ պատմագրության ստեղծման մասին, խոսել ենք թե ինչ գործիքներ են դրա համար կիրառվում, ինչպես է ասպարեզ բերվում կեղծ արևմտյան Ադրբեջան տերմինը, ինչպես են դպրոցական դասագրքերը ձևավորում հայերի կերպար, ատելի, որպես ֆաշիստ, որպես այսպես օժտված բոլոր բացասական գծերով մի հանրույթի եւ փորձել ենք հասկանալ ինչպես է աշխատում այսօրվա ադրբեջանական ավտորիտար համակարգը։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, ես կուզենայի, որ անպայման դիտեիք եւ նաեւ խորհեիք սրա մասին, մանավանդ որ Տաթևը վերջում այսպես սպոյլեր անեմ, ասում է, որ կանխել հնարավոր է։ Եթե մենք աշխատենք, եթե աշխատանք տարվի, դրա դեմն առնելը հնարավոր է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այս կեղծ նարատիվները թույլ չտանք, որ մտնեն գիտական դաշտ։ Տաթևը նաեւ ունի այս գրքի հեղինակն է ներքաղաքական գործընթացներ Ադրբեջանում 1988-98 թվականներին եւ ես իմ կողմից այս գրքից կնվիրեմ նրան, ով այս վիդեոյի ներքևում կթողնի մեկնաբանություն, ամենաայսպես հետաքրքիր մեկնաբանության հեղինակը կստանա այդ գրքից եւ նաեւ այս գիրքը կխաղարկենք մեր Telegram-յան ալիքի հետևորդների շրջանում։ Դիտեք այս հաղորդում եւ սիրեք պատմությունը։ Տաթև ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր մենք մի թեմայից ենք խոսելու, որը իհարկե իր մեջ պատմական տարր ունի, բայց նաև շատ մեծապես այսօրվան է վերաբերվում, ու նաև մենք այսօր սա մի ասպեկտ է, երկրորդ ասպեկտը մենք ինչ կփորձենք հասկանանք ինչպես է պատմությունը ձևավորում մեր ինքնությունը, եւ դա շատ այսպես պարզ երևում է մեր հարևան ժողովրդի վրա, երբ որ վերևից պարտադրվում է մի նարատիվ, որը հասարակությունը ընդունում է եւ դրա այսինքն տրամաբանությամբ զարգանում է։ Մինչև սկսել եմ մի իմ զգացողությամբ կիսվեմ, ուրեմն երբ որ այս վերջի 2020 թվականի պատերազմից հետո եւ նաև 16 թվականի պատերազմից հետո, երբ որ տեսնում էի սոցցանցերում ոնց են ադրբեջանցիները այդ իրենց վայրագությունները նկարում ու գցում, ճիշտ ասած իրոք հարցեր առաջանում, թե լավ, այս մարդիկ իրենց ձեռքով դատական իրենց դատարանի նյութերն են պատրաստում, ու շատ երկար չի կարող հասկանալ, լավ, ոնց կարող է մարդը ինքը իր դատավճիռը գրի։ Հետո ինչ որ մի պահի հասկացա, որ սա իրանք չեն էլ ընկալում որպես վատ բան, որովհետև դպրոցից, մանկուց իրենց դա դաստիարակել են եւ դա այնքան բնական է իրենց համար, որ այդ բարու եւ չարի գիծը նույնիսկ լղոզվել է առակայով։ Եվ դրա համար ոչ թե որ այսօր դերևի լավ հարմար առիթ է խոսել դրա մասին, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ թափը, այդ հակահայկականության նույնիսկ հաղթած պատերազմից հետո Ադրբեջանում չի նվազում եւ նույնիսկ ավելի այտենց ինդուստրիալ մասշտաբների է բանանում հասնում, այտենց երկար նախաբանից հետո խոսքը քեզ տամ ու մի հարցով սկսենք, քո կարծիքով երբ է սկսվել ընդհանրապես այս զուգահեռ պատմության ստեղծումը Ադրբեջանում։ Իրականում բավականին կարևոր բան ասացիր, դրան կարճ անդրադառնամ, հետո վերադառնամ հարցին, որ ասացիր իրենք նույնիսկ չեն հասկանում, որ դա վատ բան է կամ դա վատ արարք է։ Օրինակ ինձ համար անկեղծ ասեմ, ամենադաժանը երևի նաև սերով պայմանավորված է դա, որ եղել է հայ կինզանձառայողի անդամահատում ու դա լուսանկարումը, դա սարսափելի բան էր եւ դրանով տենց հպարտանալը, օրինակ Սաֆարովի դեպքը, այսինքն երբ պետությունը փաստացի քնած հային
կացնահարողին դարձրեց հերոսացրեց, այդպես պատվով ընդունեց եւ մի բան ինձ համար իրապես շատ ցավ է առաջացնում մեր առումով, որ մենք որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ մինչեւ հիմա խնդիր ունենք հանրային լայն առումով հասկանալ ինչ է նշանակում պետական մակարդակով ատելության քարոզ։ Մենք օրինակ sense ջուր ֆրազներով ասում ենք դե Գուրգեն Մարգարյանին կացնահարող Սաֆարը, բայց մենք այդ խորքային առումով այդ շարունակականության ապահովումը չենք ընկալում։ Դա մեր մեծ խնդիրն է, ես կարծում եմ, որպես հանրություն ու պետություն։ Ինչ վերաբերում է զուգահեռ իրականության պատմության ստեղծումը, ապա դրա հետ կապված առհասարակ տարբեր տեսակետներ կան, ասում են, որ ինքնության ձևավորման այդ գործընթացները հիմնականում սկսել են 20-րդ դարասկզբին, ցարական Ռուսաստանի ներգրավմամբ նաև կովկասյան թաթարների հետ կապված, բայց ընդունված է համարել, որ որպես այդպիսին ադրբեջանցի անունը ամրագրվել է 1936-37 թվականի խորհրդային մարդահամարում, առաջին անգամ, որ այդ տերմինը ֆիքսվել է, ու դրանից հետո սկսել է զուգահեռ տարբեր պատմական տեսությունների ձևավորման ոնց որ փուլեր են սկսվել հենց խորհրդային շրջանում, խորհրդային կարգադրությամբ, որպեսզի բոլորը տենց հավասարության զգացողություն ունեն այն տարածաշրջանում, որ բոլորը հին են, բոլորը իրավունք ունեն եւ այլն։ Առհասարակ ես չեմ հասկանում այդ բանը, ինչու պետք է ապացուցես, որ հին ես, որ իրավունք ունենաս ապրել։ Ես այդ քննարկումը չեմ հասկանում։ Կարող է չլինես հին, բայց շատ հանգիստ իրավունք ունենաս այդ տարածքի ու պետության հանդեպ, բայց այդ ինքնահնեցման գործընթացը սկսել է հատկապես խորհրդային պատմագրության շրջանում, որպես կանոն ընդունված է համարել 3 հիմնական տեսություններ դրվեցին շրջանառության մեջ, ադրբեջանական ծագումնաբանության, մեկը դրվեց դա հայտնի է աղվանական տեսություններ, որը հետագայում աղվանքի հաջորդներն են եւ այլն, քրիստոնեական աղվանական այդ պետության հաջորդներն են ժողովուրդների, դե իհարկե պետք է ընդունեն, որ Ադրբեջանի ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրում են աղվանական ժողովուրդներ, հենց ծախուրների, ավարների, դրանք աղվանական ուդիների ծագում ունեցող ժողովուրդներ են, բայց ադրբեջանցիները չեն դրանք։ Այդ տեսությունը ակտիվ հետագայում շրջանառեց Զիաբունյաթովը, Հեյդար Ալիևը եւ այլն։ Մյուս տեսությունը մարական տեսությունն է, որ իրենք իրանական ծագում ունեն եւ դրանով փորձում էր ստեղծվել այդ երկու ադրբեջանների գաղափարը, ամենաակտիվ սպառողը եւ կարգադրություններ տվող այդ տեսության նախկինում Կոմկուսի քարտուղար այդ Բաշիր Բաղիրովն էր, որը շատ ակտիվ դա շրջանառության մեջ դրեց, եւ մյուսը դա թուրքական ծագման տեսությունն էր, որը հետագայում հենց էլի այդ երկու պետություն մեկ ժողովուրդ սկզբունքի ներքո, որը նաեւ ակտիվացավ հատկապես Ադրբեջանի նախագահ Էլչիբեի կառավարման տարիներին, ինչ որ առումով Հեյդար Ալիևն էլ դա վերցրեց, բայց իհարկե ոչ այդ սուր մակարդակով, ու այդ հիմնական բաներով գնում են, ընդ որում հետաքրքիր է, որ նրանք որևէ մեկից որպես այդպեսին չեն հրաժարվում, զուգահեռաբար տանում են այդ process-ները, բայց Իլհամ Ալիևի կառավարման տարիներին եւ Հեյդար Ալիևի կառավարման վերջին շրջանում արդեն հստակ գնաց այդ ադրբեջանացման գործընթացը, այսինքն որպես ադրբեջանցիներ ներկայացնելու հին ժողովուրդ ու այդ նոր գլխարկները իրենց վրա չվերցնելու ընդ որում նաև ասեմ լսողների համար, որ 1918-20 թվականի Ադրբեջան դեմոկրատական հանրապետության մեջ լեզուն թուրքերենն էր եւ ժողովուրդը թուրքեր կոչվում, ըստ այսինքն նոր խորհրդային շրջանում այդ անունը տարածվեց։ Եվ հիմա մի ավելի վտանգավոր միտում է գնում 20 թվականի պատերազմից հետո, ընդ որում ինձ համար ցավալիորեն կանխատեսելի միտում, որ Ադրբեջանի պետության ղեկավարը հենց վերջին մի քանի օր առաջ իրենց գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթում փաստացի ասաց գնացեք ու նյութեր գտեք, որ ապացուցեք, որ այդ տարածքը մերն է, Հայաստանի Հանրապետության տարածքը մերն է։ Բառացի այդ ելույթը հնչած, ընդ որում ասում է, որպեսզի ցույց տրվի, որ մեր ճակերտավոր վերադարձի թեման տրամաբանական է եւ հիմնավոր, այսինքն հասկանում որտեղ ոչ տրամաբանություն կա, ոչ հիմք։ Փաստացի էթնիկ զտում իրականացրած ղեկավարը այսօր խոսում է ինչ որ իրավունքներից ու ես շարունակ շեշտում եմ դա, Սուրենջան ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, բոլորը ֆիքսվում են վերադարձ ադրբեջանցիներ թեմայի շուրջ, բայց այստեղ ինձ համար նաեւ որպես պատմաբան, մասնագետ, գերական դա անունն է, որ տրվում է մեր տարածքին, անուն, որը երբևէ, դու գիտես, ոչ մի պատմական այդ որ մի քարտեզի վրա մոլորակի այս տարածքը կոչել է Արևմտյան Ադրբեջան։ Ընդ որում այդ տերմինը մի անգամ օգտագործել է Հեյդար Ալիևը 1989 թվականին թե երբ կարծեմ, չէ 93 թվականի երևի։ Ու վերջը թեման փակվեց։
ու արդեն Իլհամ Ալիևը Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս հետո մեծ ելույթ ունեցավ, էլի հայեցակարգային ելույթ, դա 22 թվականի դեկտեմբերի 24-ն էր, ասաց Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս Հայաստանը մեր պատմական հողն է, ու սրանով արդեն սկիզբ դրվեց այդ նոր պատմական մի ակտիվ փուլի կեղծարարությունների։ Հա, տակշկիրը ու փաստացի նաև մենք տեսնում ենք, որ այս նաև շատ դեպքերում իրենց պատմաբանները չեն հասցնում պետական պատվերի հետևից։ Ես հիշում եմ ռուս ազգագրագետ, մարտաբան Շնիրելմանը մի արտահայտություն ունի, որ ասում է 20-րդ դարի ընթացքում ադրբեջանցիները 5 անգամ իրենց ինքնությունը փոխեցին։ Ծագումնաբանության միֆը փոխեցին 5 անգամ եւ դա այդ կո ներկայացված եւ մարական տեսություններ եւ աղվանական տեսություններ եւ թյուրքական թյուրք ժողովուրդ լինելու տեսություններ եւ երբ որ դու պատմում ես նաեւ մտածում եի, որ իրոք պատվերները այնքան արագ են իջեցվում, որ նաև գրքերն են չի արագ փոփոխվում, դասագրքերի նկատի ունեմ, որտեվ ես այդ թեմայով փորձել եմ զբաղվել, երբ որ մի անգամ կարդացի ադրբեջանական դասագրքերը, երբ որ արդեն եկավ այդ նյութը ամփոփելու եւ հոդվածը պատրաստելու ժամանակը, ես տեսա նրանք փոխվեցին եւ ստիպված կարդացի արդեն նոր դասագրեր, որոնք ընդհանուր գծերը իհարկե պահպանում են, բայց մեջը նոր հետաքրքիր տարեր կային ներմուծված։ Կուզենամ դասագրքերից սկսենք նաև մեր խոսակցությունը այդ ներածականից հետո առանցին կգանք էլ այդ բոլոր բլոկներին ինչ վիճակի է դասագրքերում ես քանի որ այդ թեմայի տիրապետում եմ ուզում եմ հիմա հնարավորին չափ պարզից սկսենք որ չընկնենք այն հայտնի պատմաբանի բանի մեջ ծուղակի մեջ չէ որ երբ որ մենք գիտենք մեզ թվում է բոլորը գիտեն դրա համար արի ամենապարզից ասենք որովհետև մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում ինչա տիրում ադրբեջանական դասագրքերում Սրանյա մինչև անցնելը նրան ինչա տիրում կուզեմ խոսենք թե ինչ է նշանակում դասագիր կառհասարակ եւ հանրակրթական կրթություն այսինքն մարդը պետքա հասկանա դա ինչա դա մոդել է որը շատ հիմնավոր դրվում է մարդու ուղեղում սկսած 6-7 տարեկանից ու ինքը այդ համակարգով սկսում է կրթվել օրինակ ես քիչ բան համեմատություն անեմ միշտ իմ ուղեղում համեմատում եմ այս Արցախի թեմայով մեր հանրային պետական որոշ դիսկուրսներ եւ ցեղասպանության թեմայով ու ես միշտ ասում եմ լավ ինչի Արցախի թեմայով այդ դիսկուրսները այտենց կարողանում են ինչ որտեղ մարսվել, հրամցվել, մարդիկ հարցեր չունեն, իսկ օրինակ ցեղասպանության թեմայով ես շատ ավելի մեծ արձագանք գտա։ Այո, համաձայն եմ։ Եվ ես հասկացա դրա հիմքը որն է, որովհետեւ վերադարձա իմ դպրոցական կրթության տարիներին, ես հասկացա, որ ես սովորել եմ 1996-2006 թվերին, հետո սովորել եմ պատմության ֆակուլտետում, եւ ես այդ տարիներին Արցախի հետ կապված շատ սեղմ գիտելիքներ եմ ստացել։ Այսինքն չի դրվել դա իմ մեջ որպես sense բանաձև ֆորմուլա, որ ես հասկանամ այդ հաջողության, այդ հաղթանակի արժեքը, թե ինչու առհասարակ դա տեղի ունեցավ։ Ես այդ խորքային գիտելիքը ձեռք չեմ բերել։ Ի տարբերություն դրա ցեղասպանության մասին իմ գիտելիքները ավելի հիմնավոր էին եւ ավելի ինստիտուցիոնալ։ Տեղ ես հարցեր չունեի, տեղ ինձ հարցեր տվողը իմ համար արդեն պրոբլեմատիկ էր, որովհետև Արցախի հետ կապված հետագային բոլոր քայլերը դա անձնական բաներ, նույնիսկ մեր պատմության ֆակուլտետում մենք պատշաճ ձևով դա չենք անցել, ես այդպես եմ կարծում։ Որպես պատմաբաններ մենք պետք է ավելի ոչ թե տենց բան, այլ հիմնավոր հասկանայինք այդ ամբողջի արժեքը, նշանակությունը, դերը Հայաստանի Հանրապետության կյանքում, մենք դա չենք հասկացել։ Դրա համար շատերի համար դա ինչ որ հերավոր մի հատ կետ էր, որտեղ պետք էր 5 ժամ քշել։ Չհասկանալով դրա խորքային կարևոր պատմական նշանակություն, բայց ցեղասպանության թեմայի հետ կապված արդեն վերաբերմունքը բոլորովին այլ էր, որտեղ դա կրթության մաս էր, այնպես չի որ բոլորը արմատներով Վանից, Մուշից, Սասունից ու Բիթլիսից են, դա նաև կրթական համակարգի մաս էր։ Հիմա վերադառնալով մեր հարևաններին, իրականում 20 թվականից հետո դասագրքերը էական փոփոխություն կրեցին, բայց պատմական կեղծարարությունները առկա են դասագրքերում շատ շուտվանից մշտապես, ընդ որում ասեմ ազնվության համար, որ իրենք կեղծում են տարածաշրջանի տարբեր պետությունների եւ ժողովուրդների պատմություններ, մի ադրբեջանցի հեղինակ կար դրսում ապրող մեծ հետազոտություն էր արել, ինչպես է օրինակ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը ներկայացում են դասագրքերում, հատկապես Իրանի հետ կապված բազմաթիվ կեղծարարություններ կան, բայց որն է տարբերությունը մեր ու մյուսների հետ կեղծումների, որ մեր հետ կապված թեման դառնում է քաղաքականության մաս եւ հետագայում վերածվում է ագրեսիվ քայլերի գործողությունների։ Ես միշտ զուգահեռներ եմ անցկացնում Արցախի
թեմայի մասով, որ ասում եմ 30 տարի եւ ավել այդ մարդիկ փաստացի խոսույթների մակարդակով կեղծում են ողջ պատմությունը եւ շարունակում այդ թեման ակտիվ շրջանառության մեջ դնում, մինչեւ դա հասավ ինչ որ գործնական կետի, պատերազմի եւ այլն, էթնիկ զտման։ Հիմա նույնը սկսվել է Հայաստանի Հանրապետության հետ կապված եւ այդ ամբողջ ձեռագիրը ես հիմա շատ հստակ տեսնում եմ կարգադրությունը պետության իջեցված, կեղծեք հակամարտությունը տեղափոխեք Հայաստանի տարածք։ Եվ 20 թվականից հետո իրավացի եք շատ-շատերն էին մտածում, որ փոխվելու է ինչ-որ բան, հայատյացության թեման կփակվի։ Ես ասեմ դες ադրբեջանցիներ էլ կային, որ հատկապես ինչ-որ անդիմադիր մի քիչ հայացքներ ունեցող, որ վստահ էին, որ փոխվելու է այդ ամենը, որովհետև մի քիչ դատող մարդը հասկանում է, որ նաև վարչակարգի ձեռքին գործիք է դա, բայց ամբողջությամբ հակառակը գնաց։ Ամբողջությամբ իրականում Ալիևը ոչ մի քայլ, այսինքն արեց ամեն հնարավորը, որ Արցախում հայ չապրի։ Այդ բոլոր հեքիաթները, որ մենք ինտեգրացիա ենք առաջարկել, ամբողջությամբ հոդս են ցնդում բլոկադայով։ Եթե դուք ուզեիք մի գրամ այդ մարդիկ մնային ու դուք իրենց հետ զրույց ունենեք, դուք իրենց սովի չէիք մատնի։ Այո։ Դա չի զրույցի ձևը։ Եվ իրականում են մի քանի հոգին էլ որ մնացին, մի 7 հոգի մոտավոր, եթե չեմ սխալվում, դրանցից մեկը արդեն համարվում է ահաբեկիչ, այսինքն արդեն նրանք էլ են պիտակավորվում այդ տերմինով, նպատակն է ցույց տալ հայերին որպես ահաբեկիչ, մարդասպան, ցեղասպան ժողովուրդ, բացի դրանից ցույց տալ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի պատմական հող։ Այդ փոփոխությունները դասագրքերում մտցվել են 22-23 թվերին, Արևմտյան Ադրբեջան տերմինը մտել է այդ ժամանակ, եթե մինչև ուղղակի կեղծվում էր պատմությունը, այդ տերմինը ես չեմ հանդիպել իմ նախորդ ուսումնասիրությունում, չգիտեմ, եթե ուրիշ հետազոտողներ տեսել են, ես եմ բաց թողել, բայց ես կոնկրետ հասկացա, որ Ալիևի 22 թվականի այդ կարգադրությունից հետո դեկտեմբերի 24-ի դա մտավ դասագրքեր, դա մտավ բուհական համակարգ, Ադրբեջանի պետական համալսարանում բաժին կա այդ թեմայով, Ադրբեջանի մանկավարժական համալսարանում բաժին կա հետազոտություններ, այս վերջերս իրենք մեծ կոնֆերանս արեցին ու հայտարարեցին, որ պետությունը ամենաշատ միջոցները հատկացնելու այդ թեմային, այսինքն ասած մի սիստեմով պատմության կեղծում է գնում, մի շատ վտանգավոր երևույթ ու դա համակարգային դրվում է Ադրբեջանում մեծացող սերունդի ուղեղում։ Այդ համակարգից իրեն հանելը հաշվի առնելով նաև վարչակարգի ավտորիտար բնույթը շատ բարդ է լինելու եւ շատ խնդրահարույց է լինելու։ Մեծանալու է մի սերունդ, որը մտածելու է, որ մեր ապրած երկիրը, մեր պետությունը դա իրենց պատմական հողն է։ Ընդ որում մտածելու է դա առանց որևէ պատմական հիմքի, առանց որևէ հենք չկա դա ասելու։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ նայում ես իրենց դասագրքերը, մի քիչ քննադատական այսպես մտածողություն ունեցող մարդը այնքան պարզ տեսանելի է, որ այդ տարբեր մասերը այսպես որ ասում են սպիտակ թելերով են կարած, այնքան տեսանելի են այդ կարկատանները ամբողջ տեքստի մեջ, էլի։ Ու ես մտածում եմ ինչի վրա է հույսը, էլի, հույսը նրանում է, որ ամբողջ հասարակությունում չեն գտնվի նման մարդիկ, թե նման մարդիկ կգտնվեն, բայց այնուամենայնիվ վախենալով, չգիտեմ, պետական հակազդեցությունից ուղղակի չեն բարձրաձայնի։ Որն է այսինքն հույսը, որովհետև մի օրինակ բերեմ, օրինակ այնտեղ կա թեզ այն ամենաառաջի դասագրքերից մեկում, որ երբ որ հնագույն պատմության շրջանն է գալիս, որ թվում է թե դա պետք է որ չունենա այդ կեղծարարության հետ, որ ասում է շումերները, որոնք հին թուրքական ցեղ էին։ Ասենք պարզ ցանկացած, չգիտեմ, ինտերնետ ձեռքի տակ ունեցող մարդ հասկանում որ շումերները հին թուրքական ցեղ չեն, բայց դա պատմական դասագրքերում գրվում է, ուզում եմ հասկանամ հույսը ինչի վրա է, որ հասարակությունը անգրագետ է, չի տիրապետում այդ համակարգը, թե ուղղակի որ չի ցանկանում ուղղակի այդ։ Դե նախ եթե դա ուսուցանվում է 5-րդ, 6-րդ դասարանի երեխաներին դժվար նրանք գնան այդ ինֆորմացիան ստուգեն, դա պետք է ուսուցիչ այդ հարցերը տա որպես կանոն, բայց իրենք ապրում են մի համակարգում, որտեղ կա հրահանգ։ Այսինքն ես չեմ կարծում, որ որևէ մեկը Ադրբեջանում ռիսկ կանի, այդքան համարձակություն կանի հարցեր բարձրաձայնել։ Ընդ որում ես ասեմ, շատ տարօրինակ բան ասեմ, մինչև 20 թվականին իրենք շատ ավելի ազատ էին, շատ ավելի համեմատության մեջ, քան հիմա։ 20 թվականից հետո այդ բոլորը, որ ասում եմ, օթերը վերջնական փակվեցին այդ երկրում։ Ու դա շատ հետաքրքիր ուսումնասիրման նյութ է, ինչպես, որովհետև եթե կար նպատակ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, թվում է ինքը հասավ իր նպատակին, ինչ է ուզում ավելին, ուտեղ արդեն գալիս է այդ վարչակարգի այդ պետության բնույթեությունը հասկանալու հարցը, որ դու դրա լրջությունը հասկանաս ու դա ժամանակին կանխարգելելու կարևորությունը։
որովհետև ամեն ինչ սկսվում է խոսույթից։ Օրինակ դու լինելով մասնագետ գիտես, որ ցեղասպանական գործողությունները, քայլերը ցեղասպանություն սկսվում է խոսույթից։ Դա չի մի օր մեկը չի վերկեն ինչ որ մեկի սպանում։ Դա սկսվում է հստակ ծրագրից, հստակ թեզերից, հստակ շրջանառվող, այո, այդ գործողությունը, մարդկության դեմ անցագործությունը։ Նույնը եղել է հոլոկոստի ժամանակ, եղել է 15 թվականի Օսմանյան կայսրությունում, տարբեր նույն Ռուանդայի դեպքերի ժամանակ ռադիոյով ուղերձներ էր հղվում ու մտնում մարդկանց ուղեղներ։ Հիմա նույնը կատարվում է Ադրբեջանում։ Ու մեզ հետ տեղի ունեցածից հետո ցավալիորեն մենք այդ լռությունը էլի հասկանալու խնդիր ունենք։ Երևի դա իմ համար ամենամեծ հարցն է։ Ուզում եմ դասագրքերին նորից վերադառնալ, կարող եմ երկու օրինակ եմ ուզում բերես։ Այդպես ես քո նաև նյութը կարտացի, որը EVN հանդեսում տեղադրված էր, այնտեղ շատ հետաքրքիր օրինակներ ունեիր, կուզենայի մի քանիսով կիսվենք այսօր մեր բաների լսողների լսարանի հետ։ Ես օրինակ կուզեմ, մի քանի օրինակ բերեմ, առհասարակ միշտ կատակում եմ ասում։ Պատկերացնեն, էլի մարդիկ, որովհետև ոչ մասնագետը չի պատկերացնում։ Ադրբեջանական դպրոցը ավարտած լինում ենքան եմ այդ դասագրքերին ծանոթացել եւ կարդացել հատկապես 20 թվականից հետո, այսինքն կոնկրետ 22-23 թվականից վերահրատարակված։ Օրինակ բերեմ, որ դասագրքերում մշտապես հայերը տերմիններ կան հստակ՝ թշնամիներ, ատելի թշնամիներ, ֆաշիստներ, անպատիվ թշնամիներ, ընդ որում դասագրքերում ուղիղ դրվում են ելույթներ Իլհամ Ալիևից։ Այսինքն օրինակ ինքը ելույթ է ունեցել Ֆիզուլիում կամ մեկ այլ տեղ, այդ ելույթը ուղիղ դրվում է 5-րդ դասանի դասագրքում։ Ու ընդ որում Զավեշ Տալիբան ասեմ, երբ ես արհեստական բանականությանը տվեցի ու խնդրեցի վերլուծել, ասաց ատելության խոսքը ես առհասարակ սա չեմ էլ վերլուծել, ու այդ ամբողջ տերմինաբանությունը հստակ դրվում է։ Օրինակ այսպիսի բան 8-րդ դասարանի դասագրքից, որը տպագրվել վերահրատարակվել է 23 թվականի հունիսին, ասում է Արևմտյան Ադրբեջանի խանությունները։ Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում են իրենց ռազմավարական դիրքով, միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով, այդ պատճառով դրանք ենթարկվում էին տարբեր հարձակումների։ Ու հետո անդրադառնում է տնտեսական իրավիճակին, Երևանի խանությունը հիմնադրվել է Աֆշարի կողմից, ու այդ ամբողջ կեղծարարությունները հերթով կարգով գնում են, ու այս Արևմտյան Ադրբեջան տերմինը սենց կարմիր թելի պես անցնում է ամբողջ ընթացքում ադրբեջանական դասագրքերով։ Օրինակ 5-րդ դասանի դասագրքում կա մի դրվագ, հիմա կտնեմ, այս հատվածը, որը 24 թվականին է հրատարակվել, ասում է 1948-53 թվականներին հայկական ԽՍՀՄ-ում բնակվող մեր հայրենակիցները տեղահանվեցին իրենց պապենական հողերից, որը վերաբնակեցրին արտասահմանցի հայերը, այսպես խորհրդային ղեկավարությունը պարգևատրեց ճակերտավոր ադրբեջանցի ժողովրդին, որը մեծ դեր էր խաղացել ֆաշիզմի դեմ պայքարելու գործում։ Մեկ այլ դրվագով օրինակ մեկ օրինակ այս բանը շատ եմ ուզում ցիտել Ալիևի այս հատվածը ելույթի, որտեղ նա կոնկրետ հանձնարարություն է տալիս, ասում է Լեռնային Ղարաբաղի հարցը հիմա քանի փակված է, մենք կարող ենք այս թեման բացել։ Ուզում եմ մեջ բերել հատկապես 2022 թվականի դեկտեմբերի 24-ի հայտնի ելույթը, որի մասին խոսում եմ։ Տեսեք, Ալիևը հետևյալն ասում. այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է օրերակարգում դրված խնդիրը։ Վաղաժամ էր այդ մասին խոսել, քանի կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բայց մենք հիմա այլևս չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի հստակ հայեցակարգ։ Ու արդեն դրանից հետո գնում են հրամաններ, օրինակ 24 թվականի Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը ասում է Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ բաժին ստեղծելուց առաջ նրա պատմության, մշակույթի, արվեստի մասին դասագրքերը պետք է ներառվեն ուսումնական ծրագրերում։ Այդ գործընթացը պետք է կազմակերպվի համապարփակ ձևով։ Նախ գրքերի միջոցով պետք է բարձրացվի իրազեկվածությունը։ Մեր Արևմտյան Ադրբեջանի պատմությունը պետք է վերաշարադրվի եւ ավելացվի դասագրքերում։ Այսինքն պետությունը կոնկրետ հրահանգ է տալիս սա ներառել պատմության դասագրքերում, ընդ որում իմ այս հետազոտության մեջ ես նույնիսկ հեքիաթներ էի մեջ բերել, թվում է թե հեքիաթները մի քիչ ավելի չեզոք ու բարի բան պետք է լինեն որպես կանոն, ու համեմատել էի մի գրողի
նաև ինչ որ ակտիվ գործիչ էր, որին հենց պետություն էր ֆինանսավորում ու աջակցում ու նրան ներկայացնում տարբեր հարթակներում, նա գրել էր մի կողմից Վրաստանի մասին Թիֆլիսի պատմություն ու գրել էր Հայաստանի հետ կապված Երևանի պատմություն։ Վրաստանը ներկայացրել Թիֆլիսը ներկայացրել որպես բարեկամական քաղաք ադրբեջանցի համար, Երևանը որպես հին ադրբեջանական քաղաք։ Այստեղից արդեն ձևավորվում է նույնիսկ նախակրթական շրջանում երեխաների վերաբերմունքը իրենց հարևաններին։ Հա, այդ նախակրթականը ես նաև հիշում եմ նույն դասագրքերի մեջ այդ առաջի դասագիրքը, որով էլի երեխաները նոր են մտնում այդ թեմայի մեջ, էլի թվում է թե նախնադարյան հասարակարգերի մասին քննարկումները ինչ պետք է, ինչ ատելություն խոսք պետք է պարունակեն, եւ այնտեղ հենց առաջ գլուխը, երբ որ այդ Ազոխի քարանձավի մասին մի դրվագ է, որտեղ նախնադար այսպես մարդն է բնակվել եւ այդ գլուխը ամբողջությամբ նվիրված էր հակահայկականությանը։ Իլհամ Ալիևի նկարներ, ռազմական համազգեստով, իր խոսքերն էր, որ այս քարանձավը գտնվել է նենք հայերի ձեռքում, ովքեր, չգիտեմ, ավիրել են, ովքեր խատարել են նրա արտաքին տեսքը եւ այլն, եւ որպես հանձնարարություն տնային ոչ թե տրված էր, չգիտեմ, ներկայացրեք նախնադարյան մարդու կյանքը կամ եւ այլն, այլ որպես հանձնարարության այդ օրվա դասի տրված էր նկարագրեք ինչպես են հայերը, ինչ վայրագություններ եւ ինչ հանցագործություններ են կատարել հայերը այդ Ազոխի այդ բանի քարանձավի շրջանում, այսինքն երբ որ երեխան դեռ ճիշտ ես ասում 5-րդ դասարանից որը դեռ երևի այդ քննական մտածողությունը այդքան զարգացած չի, ստուգելու, փաստեր ստուգելու, վերստուգելու հմտությունը այդքան զարգացած չի, որ դու այդ ժամանակվանից իրան մտցնում ես այդ հոսքի մեջ, հա, հետագայում ինքը մյուս գիտելիքը, որովհետև մյուս գիտելիքը կապում է նախկինում արդեն ստացած գիտելիքի հետ, ամբողջությամբ դա ձևավորվում է։ Այո, ինքը փաստացի լսում է նմանատիպ հեքիաթներ, հետո գնում է դպրոց ստանում է նման ուսուցում, հետո գնում է բուր ստանում է նման ուսուցում ու դա դառնում է որպես բացարձակ, գրեթե բացարձակ ճշմարտություն։ 1000-ից մեկը դրանից հետո ինչ որ հարցեր կտա, կփնտրի ինտերնետում եւ այլն, այսինքն ու ընդ որում գիտեք Ալիևը ինքը հասկանում է իր ասացի անհետեցությունը, այսինքն երբ որ իհարկե եթե ասում եմ պետք է այդ ամբողջը դարձնել տրամաբանական եւ հիմնավոր, նշանակում ենք հասկանում որ դա հակատրամաբանական է եւ անհիմն ու գնացեք ինչ որ բաներ գտեք եւ այլն օրինակ մեր գործընկերներից տեսա որ պատմաբան Համլետը Պետրոսյան Monuments Watch-ը մի հոդված էր հրապարակել որտեղ ասում է որ շատ կեղծված էր ներկայացված այդ նույն քարտեզների պատմությունը եթե այնտեղ կար թաթարական անվանումներ կողքական հայկական տեղանունները նույնիսկ եթե այդ տրամաբանության մեջ դա են կեղծում հա այսինքն ինքը ասում է գնացեք տեսեք որ չգիտեմ այդ լճի անուն օրինակ Գյուղ չի եղել կամ Սպսևան չի եղել օրինակ եթե գրված է երկու անուն դրանից չես կարող բխեցնել կամ օրինակ մեկ այլ զավեշտալի բան այդ Զանգեզուրի միջազգայուն թեման շատ երևի միգուցե քչերը գիտեն բայց Զանգեզուր դա հայկական անուն է այո հայկական տեղանուն է եւ դա որևէ կերպ ադրբեջանական չէ կամ թուրքական ծագում չունի Զագեզուր անունից է գալիս հին անունն է Սյունիքի ուղղակի այսինքն մեր անունն են դասվարում կեղծում ու ներկայացում նաև ես գիտեմ որ պատերազմից հետո նոր դասագիրք են նույնիսկ չէ ներմուծե հաղթանակի Զարիֆ Թարիխի կոչվում է հաղթանակի պատմություն Իլհամ Ալիևի փառաբանմանը նվիրված կուրս է միջայլոց դա ասեմ շատ հետաքրքիր բան է ես մեկ հոդվածել դրա մասին էի գրել կարծեմ դեռ 21 թվականին թե ոնց Ալիևը յուրացնում այդ ամբողջ հաղթանակը անձնականացնում այդ հաղթանակում չկան հերոսներ չկան գեներալներ օրինակ ասենց կերպարներ գեժեք 90-ականներից հետո չկան դեմքեր եւ դերակատարներ կային իսկ այդտեղ միայն Իլհամ Ալիևն է բացառապես կամուֆլյաժ հագուստով իր կինն է, այսինքն այդ հաղթանակի սիմվոլիկան բացառապես իրենք են, ուրիշ որևէ մեկին այդ հաղթանակը չի պատկանում, եւ ես այդ համեմատությունը անցկացնում եմ, ասում եմ, հիշեք, երբ մենք վերահսկում էինք Արցախը, մեզանից ցանկացածը կարող էր ուղղակի շատ հանգիստ հասնել Արցախ, Ստեփանակերտ, Շուշի եւ այլն, ոչ մեկ մեզ չէր սահմանափակում, այսօր չկա որևէ ադրբեջանցի, որը առանց պետության թույլտվության կարող է այցելել այդտեղ։ Այսինքն ասել որ տենց հասարակ ժողովուրդը վայելում է այդ ամբողջը եւ ոչ ավտոբուսը դնում են գնում նկարում են հետ են բերում այդ թեման հստակ կա ու շատեր օրինակ երբ ես տարբեր փորձագիտական հանդիպումներ ունենում էի պատերազմից հետո շատեր ասում են որ իրենք չեն կարողացել գնալ չեն գնում
Հետաքրքիր է։ Էլի որ գանք դասագրքերին էլի վերադառնանք, նաև այն հարևաններին, որ նշեցիր, Իրանն է նաև շատ խոցելի, չէ, որովհետև ես էլի որ նայում եի դասագրքերը, նաև մեր լսողներին ասեմ, մի հետաքրքիր բան կա։ Այնտեղ գլուխները ոնց որ հեշտականությամբ փոխվում են։ Մի մասը իրենց տերմինաբանությամբ հյուսային Ադրբեջանի մասին է, որ այսօրվա Ադրբեջանի տարածքի պատմությունն է, հա։ Երկրորդ դրան հաջորդող գլուխը հարավային Ադրբեջանի մասին են իրենք ներկայացնում, որը այսօր իրվա Իրանական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության այդ հյուսային շրջաններն են, այդ բուն Ադրբատականը, բուն Ադրբեջանի մասին է խոսքը։ Եվ այսպես ու շատ դեպքերում այնքան արհեստական է դա, որովհետև դու նայում տեսնում ես, որ process-ները բոլորովին այլ ձևի են ընթացել, նույնիսկ ինքնության կառուցումն է այլ ձևի ընթացել, տնտեսական զարգացումն է լրիվ տարբեր տրամաբանությամբ հյուսիս իրենց ընկալմամբ հյուսային եւ հարավային Ադրբեջանում ընկալ է։ Իրանի կողմից կա ինչ-որ արձագանք բան, թե իրանք այդ թեմաների մեջ առանձնապես չեն մտնում։ Ես որքան նկատել եմ տարբեր գործիչներ բարբերաբար անդրադառնում են կամ դրա մասին շեշտում են, բայց կարծում իրենք այդ առումով ավելի հանգիստ են, հաշվի առնելով իրենց դարավոր պետություն ունենալու բնույթը, իրենք այդ առումով իրենց ավելի նվազխոցելի են միգուցե համարում եւ ասում եմ դա չի դառնում քաղաքականության մաս, այսինքն կա պատմական կեղծում, ընդ որում Ռուսաստանի հետ կապված էլ կա, ասած, վերջին շրջանում ինչ որ քաղաքականության մեջ էլ էլեմենտներ սկսում նկատել Ռուսաստանի մասով, բայց դա չի դառնում այն ակտիվ քաղաքական գործիքակազմը, որը դառնում է հայերի ու Հայաստանի նկատմամբ։ Ամենախոցելին այդ առումով բնականաբար մենք ենք, բայց այս վերջերս մտածում էի, ասում էի, որ ինչքան ճիշտ կլիներ, օրինակ, այտենց ինչ որ հետաքրքիր կոնֆերանս կազմակերպել ընդդեմ պատմական կեղծարարությունների եւ այլն, ինչ որ Իրանի գործիչների, այո, ինչ որ մեծ կոնֆերանս միջազգային կազմակերպել ու դրա հետ կապված տարբեր ելույթներ ներկայացնել ու խոսել դրա մասին։ Եվ ես կրկին վերադառնամ այդ կետին, ես օրինակ ուզում եմ, որ առհասարակ ասենք խնդիր չլինի, որ ադրբեջանցիները ապացուցեն իրենք ինը, որ կարող են ապրել, թող ապրեն, ով է իրանց ասում։ Արհեստական հնեցման իմաստը առհասարակ ո՞րն է պատմության մեջ, չգիտեմ։ Եթե դու խնդիր ունես, եթե դու հարցեր ունես, եթե դու վստահ չես միգուցե, բայց դա արդեն գալիս է կոնկրետ մեզ համար շոշափելի ական վտանգը, երբ որ դա դառնում է գործիք։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը փորձում են վերածել կոնֆլիկտային գոտու։ Վիճելի տարածքի, այսինքն հիմա օրինակ այդ հարցը որ տալիս են ինձ հետևողները շատ են գրում, իսկ ուր են մեր պատմաբանները եւ այլն։ Ես հոյակապ գիտեմ, որ մենք ունենք փայլուն պատմաբաններ, որոնք շատ լավ հետազոտություններ ունեն այդ թեմայով, բայց այլ բան, որ պետության քաղաքականության մեջ դա չի վերցվում, չի օգտագործվում խելամիտ կերպով, եւ օրինակ այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ։ Արդյոք մենք խնդիր ունենք sense հստակ պայքարելու, թե խնդիր ունենք գնահատականներ տալու ու փորձելու այդ ձևով այդ խնդիրը լուծել։ Որը պետք է լինի մեր քաղաքականությունը, այլ որպես պատմաբաններ ու մասնագետներ էս հարցում։ Ճիշտ ասած, ես չգիտեմ, ես մեր Telegram ալիքում 2 օր առաջ տեղադրեցի մի հարցում, որ արդյոք պետք է պատասխանել Ալիևի այդ զեղումներին պատմական թեմաներով, թե միայն դա ներքին ինչպես մեր ազգային ժողովի խոսնակներ ասել, դա ներքին սպառման թեմա է, չարժի ուշադրություն դարձնել։ Դե բարձ է ասենք իմ հետևորդները իրանք այդպես ռեպրեզենտատիվ չեն, չեմ կարծում որ ամբողջ հասարակությունը արտադրում, բայց 96%-ը կարծում որ պետք է պատասխանել։ Ճիշտն ասած, մինչև 2020 թվականի պատերազմը ես էլ էի շատ դեպքում կարծում որ բանի տեղ չպետք է դնել, որ ասենք երբ որ դու հիմարության դեմ պայքարում ես, դու նաև այդ հիմարությունը մեջ ես մտնում դու մի տեսակ ավելի բարձրաձայնում ես, երբ որ մի բանի դեմ պայքարում ես, դա նաև հանրահռչակում ես, բայց հետո ես հիմա հասկանում եմ, որ լռելը շատ ավելի վատ հետևանքների կարող է թողնել, որտեղ մեր լռելը առանձնապես ոչ մի պրոդուկտիվ բան չի տալիս, իրանք մեկը իրանց թեզերը տարածում են, այսպես բան են անում եւ կարող է ինչ որ մի օր այդ ծնագնդի էֆեկտով այնքան մեծանա, որ մենք այլևս չկարողանանք այդ դրա ճնշմանը դիմանանք։ Օրինակ իմ սերնդակից ադրբեջանցիներ, այսինքն 80-90-ականների մոտավորապես, երբ մի քանի տարի առաջ քննարկում են ունենում ու ես շատ ավելի չոր եմ այս թեմայով,
այսինքն տեղը որ ասում եմ պաշադը не будет, ես ասում դուք ոչ մեկ իրավունք չունի այս պետության տարածք այլ անուն տա, ոչ մի քարտոզ չկա, ոչ մի պատմական հիմք չկա ու երբ դուք դա տալիս եք, դա հստակ զավթողական կոնցեպտ է, այս տերմինն եմ օգտագործում, ես չեմ մտնում վերադարձ, չվերադարձ, այս կողմ են կողմ, այդ դաշ չեմ մտնում։ Եթե դուք իմ պետության անունը փոխում եք, դուք զավթողական կոնցեպտ եք մշակում եւ ընդ որում ասեմ հատկապես միջազգային հարթակներում իրենց վիճակը շատ բարդանում է իրենք այդտեղ ասելիք չեն ունենում կոնկրետ այս փուլում բայց կարող է անցնել պայմանական 2-3 տարի եւ իրենց լեզուն շատ ավելի երկար լինի որովհետեւ մենք որպես պետություն չենք արել համապատասխան դիվանագիտական քաղաքական գիտական քայլեր ու միջոցառումներ, որ այդ ամեն ինչը ներկայացվի համապատասխան ձևով։ Օրինակ երեք էլ զրույց ունենք, ասում են ինչ ասենք, մենք էլ ասենք, չգիտեմ, Բաքուն բագարան է եւ այլն, չգիտեմ, բայց իմ կարծիքով դա չի, որ դու պատտվես ասես, դուք էլ եք, դուք էլ են եք։ Իմ կարծիքով խնդիրը հստակ գնահատականներ տալն են, որում քաղաքական գնահատականներ։ Սա զավթողական ծրագիր է։ Որտեղ երկակիություն չի կարող լինել։ Ընդ որում ադրբեջանցիներից մեկը մի անգամ ինձ ասեց բայց մենք էլ ենք չէ հասկանում որ սա հիմարություն է ասում հիմա դու դեռ հասկանում ես միգուցե քո երեխան այլևս սա չհասկանա որպես հիմարություն այլ ընդունի որպես աքսիոմատիկ ճշմարտություն քո համար հիմարություն է որտեվ դու մեծացել ես կրթական մի համակարգում որտեղ մենակ Լեռնային Ղարաբաղն էր ծերը հիմա քո ապագա երեխաները մեծանալու են մի համակարգում որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքն է իրենց պատկանում այդ լավ թեմա է բացում այդ աշխիժ տես երբ որ նայում ենք օրինակ Թուրքիայի հետ կապված չէ, էլի հայոց ցեղասպանության զուգահեռներ որ տանում ենք, Թուրքիայում է ժխտողական քաղաքականություն կա, շատ այսպես massայաբար դա կիրառվում է, բնակչության մի մեծ հատվածը չգիտի, տեղյակ չէ դրանց, որտեղ դպրոցում դա չեն ասնում, կամ պատմաբաններ, որոնք էլի արհեստական ինչ որ թեզերով գրքեր են գրում ժխտողականությամբ զբաղվում, բայց այնուամենայնիվ Թուրքիայում կան որոշ գիտնականներ, որոնք մնում են գիտական բարեխորհրդության շրջանակներում եւ իրենց հետ հնարավոր է խոսել Կան մարդիկ, ովքեր ուղղակի կիրառում են հայոց ցեղասպանության տերմին, իհարկե իրանք հիմա մեծ մասամբ Թուրքիայում այլևս չեն ապրում, դուրս են ապրում, բայց կային մարդիկ, որոնք նույնիսկ Թուրքիայում թեև իրանք չեն կիրառում հայոց ցեղասպանության եզրույթը, բայց երբևիցե չեն շղթում, որ այնտեղ հայեր են ապրել, որ իրենց նկատմամբ կոտորածներ են եղել, որ դաժանություն է եղել եւ այլն, այսինքն տերմինից բացի մնացած ամեն ինչ իրենք պատրաստ են ընդունել։ Ուսում հասկանամ Ադրբեջանում նման մարդիկ կան եւ երկու ձևի հարցը ձևակերպեմ Ադրբեջանում կան թե չէ եւ դա հնարավոր է թե չէ գիտեմ երևի պատասխանը եւ նաեւ երկրից դուրս կան նման մարդիկ ում հետ որ կարելի է որ երկրից դուրս մի քանի հոգի կան օրինակ այդ ադրբեջանցի հետազոտողի բաները ես հետո կկիսվեմ կարող եք նաեւ էջում տեղադրել բայց անգլերեն է ամբողջությամբ ասած մեծ հետազոտություններ են խոշոր տարբեր Իրանի, Ռուսաստանի, Թուրքիա եւ Հայաստանի պատմական կեղծարարությունների հետ կապված ճիշտ է շատ չի մտնում մանրամասների մեջ բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը պահում է ու ցույց է տալիս որ դա կեղծում է պատմական կեղծարարություն է բուն Ադրբեջանում վստահորեն ոչ հատկապես 20 թվականից հետո ոչ ընդհանրապես Ադրբեջանում մի փոքր դիսկուրս կար 23 թվականի Արցախի էթնիկ զտումից ամիսներ առաջ այսինքն հունիս ամիսներին կոչվում էր ոչ պատերազմի շարժում ու ադրբեջանցիներ էին բուն մի քանի հոգի որոնք ասում էին եկեք խոսենք հայերի հետ իրենք իհարկե չէին ասում եկեք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը ասում էին եկեք այս բլոկադան դադարեցվի զրույց ունենանք հայերի հետ այդ մարդիկ բոլորը ձերբակալվեցին դվորակվեցին որպես հայկական լրտեսներ, շպիոններ, այսինքն առհասարակ որևէ դիսկուրս այնտեղ արագորեն սահմանափակվում է ու նոր ասում հոп համակարգում շուտ բռնում եւ ոչնչացնում են չկա այդ խոսիթը եւ դա ամենացավալին է տեսեք Արցախում տեղի ունեցածից հետո փաստացի էթնիկ զտում ցեղասպանական գործողություններ ծրագիր է դրվել դրա համար հստակ ցույց է տրվում բլոկադա է կազմակերպվում խոսքով գործողությունների մի ամբողջ շարք ու այդ դրանից հետո այդ մարդիկ ասում են ոնց էս մեր տարածքն է Հայաստանը մենք ստեղ ապրել ենք այսինքն ցանկացած տրամաբանող մարդու համար օրինակ միջազգային տարբեր դիվանագետների հետ էլ որ շփվում են բոլորը ապշած են ասում սովորաբար մեկը որ այդքան հաջողության է հասնում ասես վերցնում է իր հաջողությունը ու գնում հանգիստ ապրում է ինչի ինքը չի վերցնում իր հասած հաջողությունը Ես օրինակ պատճառաբանությունս այն է, որ ինքը շատ արագորեն հասավ դրան։ Ինքը չէր պատկերացնում կարող է հասնել այդ հաջողության, ինքը չէր պատկերացնում, որ հայկական կողմը այդքան արագ կհրաժարվի իրեն
պատժելու, պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործություններ, տես մեր զրույցի սկզբում ասում էր այդ մարդիկ ձայնագրում ու ապացույցներ են տալիս մեր ձեռքը, բայց այսօր անգամ խոսք է գնում այդ հայցերից հրաժարվելու մասին։ Էլ չեմ խոսում ավելի լուրջ գործիքակազմերի մասին Ալիևին մի շարք ռազմական հանցագործների պատժելու, որպես ռազմական հանցագործ։ Ընդհանրապես չի խոսում դրա մասին։ Բացարձակապես պետական դիսկուրսում դա նույնիսկ գիտես, թող ասենք չխոսվի պատժելու մասին, եթե կարծում են, որ պարտնյոր են բանակցությունների մեջ, գոնե խոսվի հետաքննության մասին, գոնե ասվի, որ այնտեղ այդ գործողությունների ժամանակ եղել են անհամաչափ գործողություններ, հանցագործություններ, պատերազմական, ես չգիտեմ, որ պատերազմական օրենքների խախտումներ եւ դրանք պետք է հետաքննվեն։ Իսկ նույնիսկ դրա մասին չի խոսվում, էլի, այսինքն։ Ես առհասարակ կարծում եմ, որ ցանկացած հանցանքի անպատժելիություն անխուսափելիորեն բերում է նոր հանցանքների։ Այսինքն, եթե դու մտածում ես, որ մեկը ինչ-որ վատ մարդասպանություն է արել, վնաս է տվել եւ հանգիստ թողել ինքը գնա ապրի ու այլևս ոչ մեկին չի վնասելու, դա մեղմ ասած միամտություն է, առավել եւս երբ ինքը որևէ ձև չի զղջացել։ Իսկ երբեք դու չես տեսել այդ մարդուց, որ շատ վատ ստացվեց, մենք կուզենք օրինակ հայերը մնային, ապրեին, ափսոս որ չհամ, օրինակ եմ ասում։ Դու շարունակաբար այդ պետության ղեկավարից լսում ես հայերի նկատմամբ հստակ ճշնամանքի քարոզչություն, օրինակ շատ զավեշտալի է ինչ որտեղ որ կարողացավ նոր ասում անգամ ես սկսեցի հավատալ, երբ գնաց օգոստոսի 7-ին Վաշինգտոն, տենց Թրամփի ձեռքը սխմեց, վերջ, մենք պետք է վերջ դնենք այս ճշնամանքին, ինձ դեր խաղաց, ես որ ասում եմ, համարյա հավատում եմ։ Ասենք դրանից մի շաբաթ էլ չէր անցել, այդ ասում, վերադառնում ասում, հայ հասարակությունը հիվանդ է, որը հստակ գիտես, որ ատելության ու ճշնամանքի քարոզչություն։ Ընդ որում այդ նույն պայմանագրում կետ կա, որ կողմերը պետք է բան անեն, բացառեն ատելության խոսքի։ Այո։ Ես ասում եմ ինքը դուրս եկավ այդ Օվալաձև սրահից եւ միանգամից խախտեց իր իսկ արտգործնախարարի նախաստորագրած տեքստը, հենց այն դրույթով, որ ասում է չմիջամտել միմյանց գործերին, ինքը դուրս եկավ, ասաց պետք է սահմանադրություն փոխեք, այդ որպես սկիզբ, հետո էլ արդեն ատելության քարոզչության շարունակականությունը։ Ու դա խոսում է, որ ինքը իրեն անպատիժ է համարում։ Ինքը համարում է, որ այս ամբողջ անելուց հետո բոլորը իրեն փաստացի իր ձեռքը սխմում են, ընդունում են իրեն որպես բացառիկ ղեկավար, շնորհավորում են դրա հետ կապված։ Եւ դրա հետ կապված ես նաեւ կուզենամ, որ մենք նաեւ մեր հետազոտություններում ես ամենից միշտ անում եմ, միշտ հիշենք, որ կա Իրան պատժելիությունը լեգիտիմացնող կան մարդիկ հստակ անուն ազգանով եւ այսինքն եվրոպական պաշտոնյաները, ովքեր գալիս են, չգիտեմ, այն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ գալիս ասում է ինքը մեր վստահելի պարտներն է, գործընկերն է, Շարլ Միշելը, որ ամբողջ այդ process-ը փաթեթավորեց եւ այդ մարդիկ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է հանգիստ չապրեն։ Ես կարծում եմ, որ իրենք բոլոր հանդիպումներին եւ ես նաեւ կոչ կանեմ, հա, ինչի մի քիչ տենց չեմ սիրում այդ կոչ անել, այո, ասենք այն հայ երիտասարդներին, որտեղ ես գիտեմ, շատերն են հիմա ինչ որ միջազգային ծրագրերով գնում են Եվրամիության բան եւ շատ դեպքերում որպես սպիկերներ այդ մարդիկ բերվում են եւ այսպես ելույթներ են ունենում եւ այլն։ Եվ այդ մարդկանց պետք է միշտ հիշեցվի, պետք է ասվի դուք արդյոք լավ քնում եք, հանգիստ քնում եք դրանից հետո ինչ որ դուք արել եք։ Ես կարծում եմ իրենք առնվազն իմիջային լուրջ խնդիրներ պետք է ունենան։ Նույն Ալիևը պետք է ինքը պետք է շատ զգուշանար եվրոպական ինչ-որ երկիր ճամփորդելուց հասկանալով այդ նեգատիվը, որին ինքը հանդիպելու է։ Բայց մենք այդ հարցում շատ նվազագույն աշխատանք ենք արել, ինչ-որ հատուկ են խմբեր են աշխատել եւ այլն, որպես այդպեսին պետությունը իր իմիջը լրջորեն վնասելու խնդիր չի դրել, գոնե այդ փուլում, ես չեմ ասում, որ ասում էիր միգուցե պատժելը մի քիչ ավելի խիստ բան, բայց ժամանակը ցույց է տալիս, որ որքան մեղմ ես դու լինում, այնքան ավելի անկաշկանդ է դառնում հակառակ կողմը, դա փաստ է։ Այսինքն ինքը երբեք քո մեղմ լինելուց, քո դիվանագիտական ու կառուցողական լինելուց ավելի լավը քո հանդեպ չի դառնում, ավելի նվազ ատելությամբ լցված չի լինում։ Մեկ էլ մի բան էլ մի քիչ առաջ որ նշեցիր, որ բառապաշարի հարց կա, այդ հայերի բնորոշելու։ Ես էլ հիշում եմ, որ կարդում եմ դասագրքերը, հայ բառը առանց որակման չկա, ճիշտ է ասում։ Նենք հայեր, խապեպա հայեր, թշնամի հայեր, ատելի հայեր, ֆաշիստ հայ, այսինքն առանցին հայ բառը չես գտնի առանց որակումների։ Գիտես, ես կարծում եմ, որ հա մեր դասագրքերում է միգուցե կան
ասենք հակառակորդների թշնամիների նկարագրություններ, բայց նման բառեր չեն կիրառում։ Մեր դասագրքերը շատ նեյտրալ են, գիտական առումով շատ նեյտրալ են։ Իհարկե, շարադրանքն ես կարծում հասկանում ես, որ մոնղոլները, որ եկան եւ ավիրեցին, կոտորեցին, սպանեցին, վատ են, ասենք դու որ կարծում ես որպես աշակերտ, իրենց նկատմամբ ինչ-որ ավելի վատ զգացումներով ես լցվում, բայց երբեք այդ մոնղոլ բառի կողքը չի դրվում այդ բաները էլ այդ որակումները, որը կվերաբերվի այդ մոնղոլ ժողովրդին ընդհանուր առմամբ։ Իսկ այստեղ երբ որ դու կարդում ես այդ տեքստը, սկսած միջնադարից ընդ որում, հետաքրքիր է, էլի, ասենք միջնադարյան իշխանները, որոնք ներկայացվում են որպես Բյուզանդիայի կամակատարներ եւ իբր դե չեմ սխալվում, այսպես է հայ վրացական իշխանները Բյուզանդիայի օգնությամբ հավակնում էին Ադրբեջանի պատմական հողերի վրա, այսինքն այդ բանը։ Եվ հետաքրքիր մի բան եկա, չգիտեմ նկատել ես թե չէ, աղվանքի հետ կապված դիսկուրսը որոշակիորեն փոխվել է, ես այդ եմ նկատել վերջի դասագրքերում, եթե նախկինում աղվանք ամբողջությամբ յուրացվում էր, ադրբեջանացվում էր, այս վերջի դասագրքի մեջ ես շատ հետաքրքիր փոփոխություն տեսա, որ իրենք աղվանքին մի տեսակ թիրախ են դարձրել, որտեղ քրիստոնյա է աղվանքը։ Եվ ասում է աղվանքի իհարկե համսայի մելիքություններին ամբողջությամբ աղվանացնում են, ասում են որ դա ոչ թե հայկական մելիքություններ էին, այլ աղվանական մելիքություններ են, թեև աղվանները արդեն այդ ժամանակ գոյություն չունեին, բանը այդ էթնոսը վերացել էր։ Իրենք այդ համսայի մելիքությունները ներկայացնելով աղվանական մելիքություններ մեղադրում են, որ իրենք էին, որ ռուսներին բերեցին տարածաշրջան։ Ասում աղվանական մելիքները դավաճանելով տարածաշրջանում, չգիտեմ եւ այլն, իրենք նամակներ սկսեցին հղել բան Ռուսաստան եւ մի օր դա էլ է բառացի ցիտում ավանտյուրիստ օրին, Իսրայել օրին դիմում է Ռուսաստանը, Ռուսաստանին բերում է տարածաշրջան։ Սա էլի որպեսզի էլի մեր այսպես լսողները հասկանան ինչ մակարդակի են հասնում իրենց դասագրքերը, այդ բնորոշումները, այդ որակումները, այդ բաները, պիտակավորումները ինչքան շատ են այդ դասագրքերում։ Երևի հենց դրանով էր պայմանավորված, որ վերջերս մի ադրբեջանցի падգամավոր ասել էր իր Համալիևը Պյոտր առաջինից ետ է վերադարձնում Հարավային Կովկասը։ Դե ըստ երևույթի ինքն էլ սովորել է այդ նույն դասագրքերով եւ այդ դասագրքերի ազդեցության տակ դա է ներկայացել, որտեվ նաեւ սա էլ կուզեմ էլի շեշտեմ, որ իրոք շատ հետաքրքիր բան նշեցի, որ ռուսներն էլ շատ վատ տեսքով են։ Այնտեղ մի արշավանք կա 19-րդ դարում, չէ, ավելի շուտ 12-13-րդ դարում, երբ որ սլավոնական ցեղերը գալիս են, ինչ որ արշավում են դեպի այսօրվա այդ Բաքվի տարածքում գտնվող բաները, այդ Կասպից ծովով իջնում են եւ ինչ դաժանությամբ է նկարագրվում, ինչպես են այն սլավոնները, սլավոնական ցեղերը կոտորել այդ տարածքում ապրող ադրբեջանցիներին։ Երբ որ դա համեմատում ես, ասենք, այլ նվաճողների հետ, անհամեմատելի է, այսինքն մոնղոլներն են անցել, սելջուկներն են անցել, չգիտեմ, Լենգ Թեմուրն են անցել, ոչ մեկի վերաբերյալ նման վատ բաներ, էպիտետներ չկան, ինչքան որ ռուսների հետ մի փոքրիկ ինչ որ ենթադրում եմ ինչ որ ավազակային ինչ որ հարցակում ա եղել, այն ինչ որ ժամանակին շատ բնորոշ միջնադարին բնորոշ մի բան է, բայց դա ուռչեցվում է, մեծացվում է եւ ռուսների հետ կապված մի հաջորդ դրվագը Դերբենտն է, չէ՞, Դերբենտը, որը իրենք համարում են ադրբեջանական այդ հիմնային հող եւ մի տեսակ այս վերջի սրացման ժամանակ էլ այդ ինքնաթիռային այդ միջադեպից հետո ես հիշում եմ որ էլի падգամավորներ եղան որ խոսեցին չէ Դերբենտի մասին որ դա պատկանել է Ադրբեջանին, դա ադրբեջանական հող է, ռուսները եւ այլն։ Այդ թեման հստակ կա ռուսների հետ կապված, ընդ որում ռուսների հետ կապված մեկ այլ գիծ էլ է գնում, որ ռուսներն են օրինակ Սյունիքը տվել հայերին, որ ռուսներն են օգնել հայերին Արցախյան առաջին պատերազմում, որ առհասարակ հայերը այս տարածաշրջանում հայտնվել են ու կան բացառապես ռուսների շնորհիվ։ Այս հստակ թեզը կար, ընդ որում դա կար Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ, դա կա հիմա, ու Ալիևի ելույթներում էլ դա անցնում է, որ Խորհրդային Միությունը վերցրեց, տվեց, տեսանք։ Այնպես որ ինչ է Խորհրդային Միությունը, երբ որ ռուսները 19-րդ դարի առաջի այսպես քառորդում այս տարածաշրջան էին գալիս, ասում եմ, որ Գրիբայեդովն էր, որ բերեց այդ հայերին եւ բնակեցրեց այստեղ, կոնտեքստից կտրած, որ այդ նույն հայերն են, որ Շահ Աբբասը 17-րդ դարի սկզբին տարել էր Իրան, դա փաստացի վերադարձ էր, այդ մարդիկ վերադառնում էին այն հողեր, որտեղից իրենց տարել են, բայց
դա լրիվ այդ կոնտեքստով է ներկայացնում, նաև էլի հիշում եմ, որ դասագրքերում օրինակ հետաքրքիր թեզ կա, որ ասում է լավագույն հողերը տալիս էին հայերին եւ ռուսներին, իսկ ադրբեջանցիներին քշում էին բերի հողերից։ Եվ նաև Մադատովի դեպքը կա, որ ասում է բանը ամբողջ վայրագություններ էր գործում, ամբողջ տարածքները իրենով էր անում եւ նույնիսկ իրեն դրա համար դատեցին։ Ես նայեցի նման դեպք ընդհանրապես չկա էլի, ասենք որ գոնե ինքը դրա ինչ որ բանի համար դատված լինի։ Մի խոսքով այդ առասպելաբանացումը եւ այդ թշնամու կերպարների ստեղծումը, ընդ որում եթե միայն հայերին վերաբերվել ես կհասկանայի, բայց այդտեղ ճիշտ եմ հասկանում, որ մի տեսակ այսպես պաշարված ամրոցի մի տեսակ հոգեբանություն են փորձում ձևակերպել, որ բոլոր կողմերից են շրջապատված։ Շատ հետաքրքիր հարց ես բարձրացնում, ընդ որում հայերի հետ կապված նաև շատ ակտիվ շրջանառվում են դաշնակցական արյունարկ դաշնակ տերմինը։ Դաշնակցականների հանդեպ առանձնակի վերաբերում կա, օրինակ 1918 թվականի Բաքվի դեպքերի հետ կապված հետագայում։ Բան հայ-թաթարական կռիվներից 5 թվականի, հա։ Դաշնակցական, տենց ոնց որ եթե ուզում են հայերին նաև փորձում են վիրավորել կամ ներկայացնել որպես արյունարու, այդ դաշնակ տերմինն էլ են դրան կցում։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ ու վերադառնամ քո հարցին, որ ասում էր մենք պատմության մեջ, ես հատուկ երբ իմ հետազոտություն անում եմ, ինձ իրոք հետաքրքրեց, ասեմ, քանի որ շուտ եմ ավարտել դպրոցը, վերադառնամ դասագրքեր ու տեսնեմ ինչպես է ուսուցանվում ու հասկացա, որ իրապես իրավացի է շատ, sense չեզոք, հնարավորինս ու ընդ որում մեզ մոտ պատմությունը դասավանդումը որպես պատմություն հենց ինքը չի պրոյեկտվում ներկայի վրա ինքը որպես պատմական փաստ օրինակ ներկայացում է ես հիշում եմ դպրոցում սովորելու տարիներ մենք շատ լավ պատմության դասատուներ ենք ունեցել ասենց հաճույքով բայց պատմում էին որպես պատմական եղելություն նույնը պատմության ֆակուլտետում օրինակ ես հիշում եմ Ստեփանյան Ալբերտը ինչպես էր ներկայացնում այդ ամբողջ պատմությունը Սպարտայի Աթենքի դա ներկայացում էր որպես պատմություն դրա պրոյեկտումը ներկայի վրա արդեն քո քննական մտածողության հարցներ, բայց դա չէր բերվում ներկա։ Նույնիսկ Օսմանյան կայսրություն տեղի ունեցած դեպքերը չէին բերվում ներկայիս Թուրքիայի վրա։ Ես կարծում եմ օրինակ նախկին նաև ղեկավարության ժամանակ, եթե հիմա հերրակա հայացք եմ նետում, ահագին ջանք գործադրվեց Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարցում, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եկավ Հայաստան երբ այդ ամբողջ դիվանագիտություն էր տարվում, դա իրականում մտքի որոշակի փոփոխություն էր բերում, որ վերաբերմունքը Օսմանյան կայսրության տեղի ունեցած դեպքերի հետ կապված չպրոյեկտվի ամբողջությամբ ներկայիս Թուրքիայի բանով ներկայիս Թուրքիայի վրա բայց այդ ընդհանուր բոլորին ճշնամի դարձնելու երևույթը կա ընդ որում ադրբեջանցի պատմաբաններն էլ են դա ընդունում մի պատմաբան կար Աննը հիմա կդժվարանամ հիշել հերյական ծագում ուներ ինքն էլ շատ լավ հետազոտություններ ունի ասում եմ մշտապես ապրում է այդ համակարգ ու վարչակարգը ճշնամու փնտրտուքով բայց ես կարծում եմ տեղ ամենաստաբիլ ճշնամին մենք ենք մնում այդ առումով բացարձակ առավելությունն ենք մյուսների հանդեպ բայց Ռուսաստանի հետ կապված օրինակ հատկապես Արցախի ռուսները փորձում են խաղապահ առաքելություն իրականացնել որը ցախողեցին այդ ժամանակ էլ հակառուսական մի ամբողջ ալիք էր որը նաև պրոյեկտում էր պատմության պատմական նարատիվների նկատմամբ ռուսներին մշտապես գալ հայերին փրկել հասնել եւ այլն տրամաբանության մեջ այդ թեման հստակ եւ հետաքրքիր ռուսները դա հանկարծ նոր են նկատում էլի նոր են նկատում թե ուզում են ուղղակի արտահայտում են արդեն ես չեմ կարող ասել որովհետեւ միգուցե ես միշտ այդ տպավորությունը ունեմ որ բոլորը մի տեսակ անլուրջ են վերաբերվել Ադրբեջանին ու հիմա են հասկանում այդ պետության ողջ խնդրահարույց էությունը տարածաշրջանի կայունության համար առհասարակ եթե մի պետություն օրինակ Թուրքիայում էլ կա պատմական կեղծարություն վստահ եմ կա իհարկե բայց Թուրքիայի մեջ ես էլ եմ նկատել քանի որ նաև առնչվել եմ մենք ուսանողական տարիներին մի ծրագիր ունեինք բանավոր պատմության թեմայով երբ գնացինք Մուշ մեծ ծրագիր արեցինք այնտեղ քննարկումներ նաև հարցազրույցներ մենք ու թուրք ուսանողները միասին ու հետո եկանք Հայաստան գնացինք Թալին, այնտեղ արդեն Մուշից վերապրածների հետ ու գրվեց այդ Մուշ, քաղցր Մուշ հավաքագրելով պատմություններ Հայաստանից եւ Թուրքիայից ու ընդհանուր այդ նույնիսկ այդքան ժամանակ անց այդ մարդկանց հետ խոսելով
շատ էր այդ քրդերից, ասում են, այս ձեր հողերն են, այս ձեր խաղողի այգին են, իհարկե դա ավելի դաժան էր լսել այդքանից հետո, բայց այդ հիշողությունը ապրում էր այդ հողում ու կար այդ հողում ու նույնիսկ թուրք ուսանողներից շատերը, ես կարծում եմ, տեսակ շոկ ապրեցին, որոշակի գիտելիք ունենալով չէին պատկերացնում մասշտաբը, բայց դա եղել է, այսինքն այդ քննարկումները եղել են այն ժամանակ, ամեն դեպքում որոշակի խոսույթների հնարավորություն է եղել։ Այս պետության պարագայում այլընտրանքային խոսույթի հնարավորություն առհասարակ չկա։ Եվ սա ամենացավալին է, օրինակ չկա մի հարթակ, որտեղ նստեն ասեն, բայց միգուցե հնարավոր է հայերի հետ խաղաղ ապրել, օրինակ ասած քննարկում անեն դրա մասին, չկա այդ խոսակցությունը։ Եվ դա ամենապրոբլեմատիկն է։ Ես նույնիսկ չեմ ասում ընդունեն իրենց իրակարծած հանցանքները եւ այլն, ու դրա ֆոնին մեզ մոտ կատարվողը ավելի բարկացնող է արդեն դառնում։ Այդ անհավասարությունը ես օրինակ ասում եմ, ես չեմ ուզում, որ ինչ որ մեկը վեր կենա, ասի այդ քաղաքը, սա մերն է, ամբողջը մերն է, ես այդ դիսկուրսի մեջ չեմ ուզում մենք մտնենք քաղաքական տեսանկյունից, բայց չհասկանալ, չգնահատել, ռիսկերը չչափել ու ոչինչ չանել, ես դա չեմ հասկանում։ Գիտես ինչու, երբ որ դու ներկայացնում ես ինչ որ մի լեհական, պայմանական լեհական քաղաքում հայկական ներդրումը, ցույց ես տալիս, որ այս շենքերը հայերն են կառուցել, այս մի բիզնեսը հայերն են հիմնադրել, Լեհաստանը դրանից շոյվում է եւ ինքը վերցնում է եւ դա ներկայացնում է որպես համատեղ բան։ Երբ որ դու ներկայացնում ես, որ Բաքվի այս շենքերը հայերն են ներկայացել, իրենք դա թշնամությամբ են ընդունում եւ դա է էլի, այսինքն խնդիրը։ Մի երկու բան կուզենամ քո ասացի վերաբերալ ասեմ, որովհետեւ մենք հասկանանք ինչքան տարբեր ենք մենք այսօր նույնիսկ Հայաստանում ցավալ է իմ համար անձամբ ցավալ է, բայց ունենք դիսկուրս հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Իսկապես ունենք այդ դիսկուրսը։ Ցավոք սրտի, այո, ցավոք սրտի էս պետական ռոպագանդան նաև վերջի տարիների, վերջի շրջանի, որ դե պետք է մի հատ քննարկենք, հասկանանք, դեռ չենք հասկացել, որը լրիվ հիմար մի թեզ է, բայց այնուամենայնիվ նույնիսկ դա է մտնում մեր բան, եւ ես ասենք հանդիպում եմ մարդկանց, նույնիսկ շատ կրթված մարդկանց, որոնք ասում են, հա, միգուցե իրոք արժի քննարկել եւ այլն։ Ցավոք սրտի դա աշխատում է։ Ուզում եմ ասեմ, որ մենք նույնիսկ այդ հարցում, որը մեր համար ամենազգայականն է, ոչ մեր համար զգայական է, իսկ միջազգային գիտական շրջանակների համար այլևս բոլորովին քննարկման թեմա չէ։ Եթե այդ նույն թեմա ձևով դու ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ինչ որ մի նիստին նման հարց բարձրացնես, քեզ ուղղակի կվտարենք, ասեն դու ինչ գործ ունես, ժխտողական ես եւ ինչ գործ ունես այս հավաքներին։ Մենք արդեն այդ հարցը քննարկել եւ բարձրաբանել ենք։ Բայց ուզեմ ասեմ, դա է տարբերությունը։ Այնտեղ պատմական փաստերին դու Ադրբեջանում պատմական փաստերը նույնիսկ չես կարող քննարկես, բացա այդ փաստերը, հա, որ հայերը այստեղ եղել են։ Եվ դա նույնիսկ քննարկման առարկա իրենց համար չէ, որովհետև իրենք դպրոցից իրենց մոտ այդ բանն սերմանվել, որ հայերը եկվոր են, Հնդկաստանից են կամ Հնդկաստանից են, քոչվոր են, եկել են, ճուրբիններ են, հա, Բալկանների եւ այլն, եւ այդ դա մեջ տարբեր։ Եվ երկրորդ բանը, ես ուզում եմ մի գործչի հետ համեմատեմ Ալիևին եւ ես հույս ունեմ, որ հետագա ճակատագիրն է նույնը կլինի Սադամ Հուսեյնը։ Երբ որ Սադամ Հուսեյնին կառուցում էին, Միացյալ Նահանգներն էին օգնում, Իրան-Իրաքյան պատերազմում իրեն էին օգնում, որպեսզի Իրանի դեմ ինքը հաղթանակ տանի։ Սադամ Հուսեյնը նույնպես հաղթանակներ էր տանում, քրդերին էր ոչնչացնում իրեն, ոչ ոք չէր ասում այդ քիմիական այդ հարձակումներին ոչ ոք չէին դատապարտում, որովհետև ինքը այդ պահին պետք էր։ Եվ դրա համար երբ դու դա ասում ես, ես այդ Ալիևի այսօրվա կեցվածքը լրիվ համեմատում եմ այդ 70-ականների, 80-ականների Սադամ Հուսեյնի այդ գործողություններին, քանի դեռ դու պետք ես, քանի դեռ դու մատակարարում ես նավթը, քանի դեռ դու հակաիրանական ես, որը այստեղ 100% համապատասխանում է, քեզ պահում են, բայց ես կարծում եմ, որ հույս ունեմ գոնե, որ ինչ որ մի պահի այդ կերպարը իր չափերից պետք է որ անցնի եւ բոլորը հասկանան։ Շուտվանից է անցել իր չափերից, ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ գլխավոր թիրախը մենք ենք ու նրան պատժելու, զսպելու առումով գլխավոր շահառունել ենք մենք։ Այսինքն որևէ մեկին ինքը այնքան չի կարող հետաքրքրել կամ որևէ մեկին այդ քաղաքական հայեցակարգային հրահանգները չեն կարող
անհանգստացնել, որքան մեզ։ Վստահորեն դա չի կարող այդչափ անհանգստացնել Ռուսաստանի նման պետությանը, Իրանի նման պետությանը, ամեն դեպքում մասշտաբների համեմատության հարց կա, բայց մեզ, երբ որ մենք կրկնում եմ, մնում ենք, շարունակում ենք մնալ գերագույն գլխավոր ատելի թշնամին, մեզ դա լրջորեն պետք է անհանգստացնի։ Մենք մեր հանրային կյանքում այնքան սխալ հարցեր ենք քննարկում, օրինակ, չգիտեմ, Ադրբեջանի հետ կապված, այս լուծումը, մենք սա չարեցինք, նա չարեցինք, անընդհատ մեզ այդ մեղավորի փնտրտուքն է, ու երբ դու ասացիր ցեղասպանության մասով, իհարկե ինձ համար էլ է ցավալի, ես օրինակ մտածում եմ, որ պետք է այդ հարցեր չլինեին։ Ես պատկերացնում եմ մեկը հոլոկոստի հետ կապված նման հարցեր, օրինակ մի քաղաքական ղեկավար նման հարցեր տար Իսրայելում, պատկերացնում եմ ինչ կկատարվեր նրա հետ։ Բայց մեզ մոտ է, որ ասում եմ, մենք սինդրոմ ունենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ, այսինքն ինչ իմաստ ունի մի կողմ դնել այդ ամբողջ պատմությունը, այդ եղելությունը, Ալիևի սանձազերծած պատերազմը ու շարունակ մեղավորությունը մեր մեջ փնտրել, էլի փնտրենք, էլի մենք սխալներ իհարկե արել ենք, ես օրինակ միշտ կողմ եմ առողջ քննարկմանը, բայց եթե դու դրանով նպաստում ես, որ հակառակ կողմը մաքրվում է ու ներկայացնում է որպես մի անմեղ գառ, որը տենց խեղճին դու գիտես ինչն է, անտրամաբանական է նույնիսկ այն առումով, որ երբ որ մեղավորությունը ամբողջությամբ մեր վրա են, մենք մեր վրա ենք վերցնում, մենք նաև գերագնահատում ենք մեզ։ Այնպես է ստացվում, որ ինչ եղել է մեր պատճառով, մեր ցանկությամբ, մեր դրդմամբ, ասենք, եթե մենք չուզենանք, այդպես չի, էլի, եկեք մենք մեզ չգերագնահատենք, շատ այնպես չի, որ բոլոր գործողությունները մեր պատճառով են սկսվել, այդպես չի։ Դե օրինակ ես տենց մի ցավալի դեպք ունեցա, երբ 2 տարի առաջ ավագ դպրոցի որոշ ուսանողների աշակերտների հետ էի հանդիպել ու ուղղակի հարցրեցի, ասացի դուք ինչ գիտեք Լեռնային Ղարաբաղից։ Այդ երեխաներից մեկը ասաց, դե մենք հարձակվեցինք։ Դա ես հասկացա, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք, որ ընդհանուր նույնիսկ արմատական առումով չեն հասկացել այդ ինչ իմաստներ, վստահորեն չէին եղել Լեռնային Ղարաբաղում, չգիտեին, չէին հասկանում։ Ու այդ ռոպագանդան, չգիտեմ, ես չեմ կարծում դա դասագրքերից էր գալի, պետության ընդհանուր նարատիվներից, հեռուստատեսությունից միգուցե, որ մենք մի բան սխալ ենք արել, մենք ենք հարձակվել։ Նախկին իշխանությունների սխալներն էին, որ իրենք չտեսականացրեցին, չգաղափարականացրեցին, չբացատրեցին, չդարձրեցին դա հանրային սեփականություն, ոնց որ մեր ինքնության մասերից մեկը, իսկ նոր իշխանությունների մեղքը իհարկե այն է, որ լրիվ հակառակ ուղղությամբ են գնում եւ փորձում են մի տեսակ Ադրբեջանի թեզերի փաստաբանը դառնան։ Ադրբեջանից եկող թեզերը ոնց որ վերամշակեն, թարգմանեն հայերեն, հայկականացնեն եւ մեր միջավայրում տարալուծեն եւ մեր միջավայրին հարմարեցնեն, էլի, այսինքն ոչ թե հարմարեցնեն, համոզեն մեր հասարակությանը, որ դե մտածեք դրա շուրջ, եկեք մտածենք դրա շուրջ։ Օրինակ ինձ համար երբեմն գերադասելի կլիներ, որ եթե վաղ կա ինչ որ հարաբերությունների սրմանալու, ուղղակի լռություն լիներ։ Երևի դա ավելի գերադասելի կլիներ, բայց երբ ասում են համեմատում են այդ արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգ արևմտյան Հայաստան տերմինի հետ, դա ինձ համար ավելի խնդրահարույց է, որովհետև այդ արևմտյան Հայաստան անվանումը ես չեմ հորինել ու դրել ինչ-որ դասագրքում, դա պատմականորեն եկած տարբեր աշխարհագրական քարտեզների վրա պատկերված անվանում է, դրա մասին մի ամբողջ պատմություն կա գրված։ Ու երբ դու պատմական եղելությունը հավասարեցնում ես նոր օրինված զավթողական ծրագրին, դու կշիռ ես տալիս այդ զավթողական ծրագրին, դու հիմնավորում ես այդ զավթողական ծրագիրը։ Դրա համար այդ անհարկի համեմատությունները երբեմն շատ ավելի վնասակար են, քան եթե օրինակ լռություն լիներ։ Ես երևի կգերադասեի լռությունը որոշ դեպքերում։ Կամ ասել դե մեր մոտ ոմանք Արցախ են ասում, իրանք էլ կասեն բասարգե, չէ՞, շուտ նման մի բան։ Այսինքն այդ համեմատությունը ոնց կարող ես առհասարակ անցկացնել։ Կամ երբ որ համեմատում են, ասում են դե իրենք այստեղից փախստականներ ունեին, մենք է Արցախ ունեինք։ Նորից էլի անհամա Ալիևի միջայլած մեծագույն երազանքն է։ Եթե մենք համեմատության եզրեր ենք փորձում գտնենք, կարող ենք համեմատենք այստեղից գնացած ադրբեջանցիներին Բաքվից, Սումգայիթից եւ Կիրովաբադից գնացած հայերից։ Դա կարող է համեմատության եզրեր գտնել, բայց Արցախը դա մի լրիվ ուրիշ այսպես միավոր էր, որը
որը Արցախի, ասենք հայկականությունը նույնիսկ ասում եմ այդ Ամարասը բավական էր հասկանալ, որ առաջին հայկական դպրոցը հիմնվել այդ Արմատի խորությունը, լրջությունը, որը իրենք դասագրքերը ներկայացնում են որպես աղվանական Դե Արցախի բոլոր եկեղեցիները, վանքերը օրինակ հիշում ես, որ 20 թվականից հետո երբ ռուս խաղաղապահները հատուկ վերահսկողություն սահմանեցին Դատիվանքի նկատմամբ, մի ամբողջ խումբ գնաց աղվանական, ինչ-որ ծեսեր անելու եւ այլն, այնտենց մեծ աղմուկ բարձրացավ, այսինքն դեռ այդ պահից սկսած արդեն այդ խնդիրը Այո, մի երկու բան կուզենայի ծեսերի մասին խոսեինք, հա, ես որոշ վիդեոներ եմ տեսել ադրբեջանական դպրոցներում դասերը սկսելուց առաջ, որ իրենք կանգնում են եւ ինչ որ տենց բանով շարքով ինչ-որ բաներ են կոչեր են հնչեցնում մահաթշնամիներին, կեցե Ադրբեջանի հաղթանակը մահաթշնամիներին, ես դա միշտ համեմատում եմ այն Օրուելի հայտնի բանը այդ երկու րոպեական ատելության դասերին, երբ որ մարդկանց քշում էին այսպես բաներ կինո սրահներ էին քշում պարտադիր ամեն օր ամեն մարդ պետք է 2 րոպե նստեր այդ կինոսրահում տեսներ ատելի թշնամիների կողմից իրականացված վայրագությունները եւ 2 րոպե գոռային մահ թշնամիներին լրիվ օրուելյան իրականության մեջ ենք եւ նաեւ տեսել եմ մանկապարտեզներում երեխաների ներկայացում կուզեմ մի քիչ այդ ծիսա բաներն այդ ռիտուալների այդ ծեսերի այդ չգիտեմ գործողությունների մասին մի փոքր խոսենք այո տենց մի հայտնի դրվագ կար որ օրինակ մանկապարտեզում ներկայացում էին արել տենց պատերազմի հայերի տենց տանջվող հայերի մահացած հայերի հետ կապված դա մանկապարտեզում էին արել էլի մանկապարտեզում որպես բարի բաներ են բեմադրում անում եւ այլն եթե անգամ պատերազմի հետ կապված կամ որևէ բան կա դա սովորաբար ավելի հասուն տարիքում են անում որ երեխաները ավելի գիտակից վերաբերվեն այդ ամբողջին իմիջիայլոց դրան զուգահեռ սարսափելի մասշտաբներով տարածված է այդ Հայր Ալիևի եւ Որդի Ալիևի պաշտամունքը տենց ամենօր գրքերով ամենուրեք այդ պատկերներն են ամենուրեք այդ ռոպագանդան է ներկայացվում եւ ես միշտ ասում եմ հայ հանրությունը չի պատկերացնում իրական ավտորիտարիզմը ինչի մասին է կան խնդիրներ նաև մեր օրերում եղել են նախկինում, բայց այդ խորքային ավտորիտար պետությունը, օրինակ երբ համատացիր Սադամ Հուսեյնի հետ, այո, հենց այդ կարգի պետության էությունը ոչ մեկ չի պատկերացնում լրջությունը, վախը այդ պետությունից, վախը դա սարսափելի բան է։ Դու օրելին հիշեցիր անդադ այդ միտքներ ուղեղումս, որ ասում է ով տնօրենում է անցյալը, նա տնօրենում է ապագան։ Այսօր այդ տրամաբանության մեջ էլ այդ հրահանգները իջացվում են, այդ կարգադրություններ տրվում են, որովհետև պետք է սահմանել վերահսկողություն անցյալի նկատմամբ, ընդ որում դրա միտումները երևի մեզ մոտ էլ կան արդեն, մի քիչ այլ ուղղվածությամբ իհարկե, բայց ես միշտ մտածում եմ, որ թեև մեզ մոտ երբեմն շատ անհեթեթ հարցեր կարող են նույնիսկ հանրային քննարկման առարկա դառնալ, բայց մեզ մոտ քննական մտածելակերպը զարգացած է։ Այո։ Եվ ես կարծում եմ մարդիկ սիրում են փորփրել, հասկանալ, ճշմարտություն հետևից գնալ, հարցեր տալ, շատ ավելի քան օրինակ դա կարող է լինել մեր հարևանների դեպքում։ Դե գիտես, իրամուց մոտ նաև այդ ավանդույթ կա, էլի, այդ ավտորիտարիզմի ավանդույթ։ Մեր մոտ ինչքան էլ մենք ասենք քննադատենք մեր նախկին ղեկավարներին եւ տեղը կա քննադատելու, բայց մենք գոնե իշխանության փոփոխելիություն ենք տեսել, գոնե անձերի մակարդակով, ասենք մեր ոչ մի նախագահ 10 տարուց ավել չի եղել իշխանության, հա, այսինքն Եվ հուսով եմ երբեք չի։ Հա, ես էլ եմ հուսով որ նման բան չենք ունենա մենք, որովհետեւ այդ փոփոխելիությունը, նոր մարդկանց գալը, նախկին իշխանությունում նախկինում գտնվող մարդկանց հեռանալը, հայտնվել են դիմությունում, դա տալիս է ընկալում, որ մի մարդը չի կարող լինի դպրոցական դասագրքերի առաջի էջին, ինչպես Հեյդար Ալիևն է, դու ճիշտ ասիր, ես հիշեցի, բոլոր դասագրքերը, հարգելի լսարան, սկսվում են Հեյդար Ալիևի պատմության դասագրքերի առաջի էջին Հեյդար Ալիևի նկարն է, չհաշված նաև Տաթևը նշեց, ամբողջ դասագիրքը Հայր եւ Որդի Ալիևների ցիտատներով է, տարբեր պատմական շրջանների վերաբերյալ, տարբեր պատմական, չգիտեմ, իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում այդ պահը հիմա շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է որոշակի
ապրում, որովհետև համարվում էր, որ այդ Հայ Հեյդարի գովքներ ամբողջ ընթացքում, ով եկավ որպես փրկիչ 93 թվականին փրկեց կործանումից եւ այլն, այդ վատ նախկիններից ադրբեջանական, ու հիմա արդեն մի նոր փուլ է ավելանում, որ ասացի օրինակ այդ Զաֆար Թարիխի հաղթանակի պատմությունը, որ կա առաջին Նեջին Ալիևն է իր այդ բռունցքը պարզած, հենց այդ կերպարի մեջ ու ամբողջ ադրբեջանական դասագրքերում այդ բռունցքը պարզած Ալիևի կերպարը հաստատ 5-րդ դասարանից կամուֆլաժով զինվորական բռունցքը պարզած այդ ամբողջ բանը կա ու հիմա գալիս է արդեն Իլհամ Ալիևը, որը իրականացրել է պատմական առաքելությունը։ Այդ որոշակի փոփոխությունը արդեն վերցվում է, որ ինքը դե հիմա դեռ ռիսկ չի անում, որ ասի ես գերազանցեցի իմ հորը, բայց քարոզչության մեջ արդեն հստակ է։ Իսկ բանը ժառանգների վրա ինչ որ բան տարածում է, թե չէ, ժառանգների կուլտ կա, թե չէ, նկատի ունեմ Իլհամի որդու, չգիտեմ ամենաշատը տարածված է կնոջ նաև բանը, որ նաև փոխվարչապետ է, կնոջ անձնական պաշտամունքը որոշակիորեն կա, իր երեխաները որպես այդպեսին տենց ուղղակի շատ հարուստ են, բայց ես տենց շատ չեմ նկատել իրենց ակտիվությունը, իհարկե որդին վերջին շրջանում սկսեց ակտիվորեն իր հետ կամուֆլյաժի էլի համազգեստով գնալ Լեռնային Ղարաբաղի տարածքներ տարբեր ներկայանալ եւ այլն, բայց այդ ակտիվությունը չունի, ինչպես ենթադրելի էր, որ պետք է ունենա։ Ես տեսա, որ այս վերջին իրենց այդ ասպես կոչված շքերթին էր ներկա, նստած էր, որոշակի ակտիվություն որդու մոտ նկատվում է արդեն, բայց հետաքրքիր մի բան էլ ասեմ, շատ հաճախ Ալիևը այդ կադրերում հայտնվում է օրինակ իր թորնիկների հետ միասին, բանը մի աղջիկ ունի Լեյլա Ալիևան, որ շատ հայտնի է իր հանճարեղ բանաստեղծություններով, որ ամուսնացած է եղել հայտնի Էմին Աղալարովի որդու, ու հետո ամուսնալուծվել են, բայց նույն Աղալարովը շատ է հայտնվում Ալիևի կադրերում, նախկին փեսան, նրա տղաները եւս, թորնիկները եւս շատ ավելի միգուցե քան որդին։ Այդ հետաքրքիր ինձ համար։ Հետաքրքիր է։ Մի քիչ է որ ասում եմ բամբազանքի։ Բայց այդ ցուցիչները ավտորիտար ռեժիմներում մանրուքները կարևոր են։ Վերջերս Նյու Յորք այցի ժամանակ հենց Աղալարովի հետ էր նկարգծել, թորնիկների հետ էր նկարգծել, տղան չեմ հիշում կար։ Հետաքրքիր է, դինաստիայի մասին ամեն դեպքում մտածում։ Բայց իր որդին ամուսնացավ բավականին փակ պայմաններում, առանց տենց մեծ շոկի ամուսնացավ ծագումով հրեա մի աղջկա հետ։ Եվ ես վերջերս որ հայտնում են կադրերում, ոնց որ երիտասարդ Իլհամ Ալիևն մեր մանալիևը այնքան նման են, հա, շատ կերպարային առումով շատ նման են։ Մի քիչ դժվար է, բայց այդ համակարգերը դու շատ լավ համացուն ես անցկացրել։ Օրինակ մենք շատ կարող ենք բողոքել մեր խնդիրներից, ու խնդիրները կան, արդարացի են եւ լուծումն էլ փնտրել, բայց ես միշտ սիրում եմ այն փաստը, որ մենք կարող ենք հարց լուծել մեծ ցանկության ու կամքի ու խելքի բարակայում։ Իսկ մենք կարող ենք Հայաստանում փոփոխություն բերել, անհնար չի դա։ Բոլոր դժվարություններով հանդերձ ու հնարավորություններ ունեցել ենք պատմության տարբեր փուլերում։ Ադրբեջանում որքան համակարգ է, վարչակարգը ավտորիտար է, բայց նաև չափազանց խոցելի է։ Մի անձից կախված է մի ողջ պետություն։ Օրինակ այդ անձը կարող է ասենք թե մի բան առավոտյան չարտնանա, այսպես ասեմ, ինչ որ հիվանդություն ունենա, խնդիր ունենա, ու ամբողջ համակարգը առավոտյան կկանգնի։ Այդ պետությունը կդառնա սարսափելի խոցելի, որովհետև խորքային առումով այդ ինստիտուտները իր կամքից ու իր խոսքից են կախված։ Դրա համար տարբեր ժողովրդավար պետություններում ինստիտուտներն են կարևոր, որպեսզի անձերով պայմանավորված չլինի։ Ես օրինակ կարծում եմ, որ պատմական դեմքեր անձեր առաջնորդները իրապես բացառիկ դերակատարում կարող են ունենալ իրենց պետությունների կյանքում, ես դա տեսել եմ պատմության տարբեր դրվագներում, փուլերում, Դգոլ, Չերչիլ եւ այլն, անձերով չեմ ստորադասի երբեք անձի դերը, բայց այդ համակարգային մտածելակերպն է օգնում երկարաժամկետ առումով հաջողության հասնել։ Իսկ այս պետությունները շատ խոցելի են։ Համաձայն եմ, ու էլի ոնց որ վերջացնելով բերեմ էլի իմ համեմատությունը Սադամ Հուսեյնի հետ, թվում է թե Իրաքը կուռ է, ամուր է,
միավորված է Սադամ Հուսեյնի իշխանությունից զրկելուց հետո մենք տեսանք, որ այդ երկիրը ամբողջությամբ կազմալուծվեց եւ մինչեւ այսօր դժվար է ասել, որ գոյություն ունի մի ամբողջ պետություն, ամենայն հարգանքով մեր իրաքցի, չգիտեմ, բայց նույնը տեղի ունեցավ նաեւ արաբական տարբեր երկրներում։ Այո, երբ որ ավտորիտար կառավարումը փլվում է, դու տեսնում ես, որ նույն Իրաքը դա վերջին հաշվով շիական, սուննիական եւ քրդական իրար հետ շատ դժվար քիչ կապված միավորների մի ամբողջություն է։ Հատև ջան, մենք կարող ենք ժամերով խոսեինք, ցավոք սրտի այնքան շատ նյութ են տալիս մեր ադրբեջանական դասագրքերի եւ այդ քարոշչությունը, որ կարող է նկարենք, բայց վերջին հարցը այն ավանդական հարց ունեմ, որ միշտ բոլորին հյուրերին տալիս եմ, քեզ եք ուզենամ տամ, ինչու զբաղվել հասարակագիտությամբ։ Ինչու չզբաղ, որտեվ շատերը ասում են դե ինչա տալիս դեր հասարակագիտությունը, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, չգիտեմ, համակարգչային գիտություններ եւ այլն, հա, դա մեր կյանքի հստակ մենք տեսնում ենք դա։ Իսկ հասարակագիտությունը առանձնապես ինչա որ կարդում է, գրքեր եք գրում, կարդում։ Ուզում եմ հասկանամ ինչի զբաղվել հասարակագիտությամբ եւ երկրորդը անձնական հարց, ինչու դու որոշեցիր, որ ոչ թե պետքա քիմիկոս դառնաս օրինակ, այլ դառնաս հենց այն ինչ որ զբաղվես հենց այն թեմայով, որ զբաղվում ես։ Երևի հասարակագիտությամբ եւ առհասարակ այդ ուղղության մասնագիտություններով արժի զբաղվել իմ կարծիքով աշխարհը ավելի մեծ ու լայն տեսնելու համար։ Ես շատ գնահատում ու սիրում եմ, երբ մարդիկ sense ֆիզիկոս են, լավ քիմիկոս են, ես տեսնում եմ, որ իրենք շատ լավ արդյունքներ կարող են գրանցել, բայց ես համեմատության մեջ միշտ մտածում եմ, որ մեր աշխարհը ավելի մեծ է, մենք ավելի շատ հարցեր կարող ենք տալ, իսկ հարցեր, ճիշտ հարցեր, հետաքրքիր հարցեր տալը նաև օգնում է գտնել լավ պատասխաններ, մտածել, օրինակ ինձ համար հասկացել եմ, որ մտածելը շատ հետաքրքիր ու լավ զբաղմունք է, մտածել տարբեր հարցերի մասին, բնականաբար այդ մարդիկ են շատ մտածում, գցում, բռնում, բայց այնտեղ ճշգրտությունը 100%-անոց է։ Մեզ մոտ օրինակ այդ մանևրելու, այդ անկյունները գտնելու հնարավորությունները ավելի մեծ են եւ դա հետաքրքրացնում է։ Օրինակ այդ հարցը ինձ շատ իրապես հետաքրքիր է, ես էլ եմ դրա փնտրտուքով զբաղվում, ինչ անել այս ամբողջը, այնց ինչի մասին մենք խոսեցինք, սա չեզոքացնելու, էկող ռիսկերը նվազեցնելու առումով, ու ինձ թվում է այդ հարցերի պատասխանը կտա գերազանցապես հասարակագիտությունը, քան ավելի բնագիտական ուղղվածությունները, թեև միգուցե իրենց ներգրավվածությունը օգնի ավելի հեշտ լուծումներ գտնել։ Ինչու ես որոշեցի զբաղվել, ես պատմության ֆակուլտետում եմ սովորել, այնտեղ եմ ընդունվել, ու այդ հարցը ինձ մոտ կար, երբ գիտես մեզ մոտ այնց ամբիոններ էինք մենք ընտրում, թե որ ուղղությամբ գնանք եւ այլն, ու ես այդ հարցը տալիս եմ, ինչի ոչ մենք Ադրբեջանով չի զբաղվում, ու նույնիսկ հիշում եմ մեր ֆակուլտետում էլ այդ ընկալումը կար, որտեղ լավ Իրոք տարօրինակ է, չէ՞։ Դու մեր հարևան երկիրն է, բայց ինձ շատերը չէ, բայց կային մասնագետներ, դասախոսներ, ոնք ասում են, բայց այդ լուրջ պետություն չի, ինչի ես դա ընտրել։ Այն ժամանակ դե հետո լուսահոգի Հայրապետ Մարգարյանը, պրոֆեսոր, որը հարակից պետության ամբիոնի վարիչն էր, մցրեց ադրբեջաներն ուսման ծրագրեր, լեզուն վրացերեն ադրբեջաներն, բայց իմ ուսուցման տարիներին դա չկար, ես մարդ գտա, ով ադրբեջաներեն գիտեր, Բաքվեցի էր, ինձ սովորեցրեց, ու արդեն է որ ասում եմ պաշլո պայախլը ռուսերեն, արդեն սկսեց այդ ամբողջ ինձ հետաքրքրել, շատ հաճախ շատերն են հարցնում, ասում են լավ այդ թունավոր ցեխով իրականում հա շատ ծանր թեմա է։ Չգիտեմ, որովհետև երևի թեման ծանր է, իրապես ծանր է, ես մեկ-մեկ այդ ատելությունը ոնց որ sense ֆիզիկապես իմ մաշկի վրա զգամ, ու մեկ-մեկ նույնիսկ կատակում եմ, ասում եմ, ուզում եմ սիստեմա ստանամ, օրգանիզմս մակրվի, այդ կարիքը ունենում եմ, անկեղծ եմ ասում, բայց նաև թեմայի լրջությունը, երբ որ ես հասկանում եմ, որ այսօր վերհանվող խնդիրները, եթե գտնվեն նաև խելացի լուծումներ, մեզ կապահովեն ապագա շատ վտանգավոր զարգացումներից։ Ես իրապես սարսափում եմ այն մտքից, որ մենք կարող ենք հիմա ասած հանգիստ նստենք ու 10-20 տարի հետո ունենանք այն ինչ ունեցանք 20 թվականին օրինակ։ Ես տեսնում եմ հնարավորությունը դա կանխելու։ Ու ես ցավ եմ ապրում, որ մենք այսքան պատմության միջով անցնելուց հետո այսօր էլի հարցեր ունենք, բայց պետքա պայքարել թե չէ, բայց միգուցե մենք փորձենք իրենց հասկանալ, էլի հասկանանք, ժողովուրդ, ես խնդիր չունեմ։ Ես բաց եմ ցանկացած քննարկման առաջ, ես երբեք
Իսկ ինձ հետևողները մեկ-մեկ ասում են ինչու թշնամի տերմինը չես օգտագործում, ասում եմ դա դիտավորյալ եմ անում, որ չստացվի ես խոսում եմ ատելությունից ու ինքս այդ ամբողջի շահառուն եմ դարձել նաև միջազգային որոշակի ներգրավվածության պատճառով, բայց տերմինը չէ որ տալիս այդ ամբողջ բնույթը, իմ խնդիրն է բացահայտել, ներկայացնել ու միևնույն ժամանակ գտնել լուծումներ, որովհետև երբ մենք խնդիրներից խոսում ենք, շատ հաճախ թիրախ եմ դառնում նաև մեկը ես, որ դուք իրենց խոսույթները բերեցիք, բայց Ժորժ ջան, եթե այդ խնդիրը կոնկրետ պետական հրանգով իջացվել է, մենք հիմա աչք փակենք դրա առաջ, դրանից դա չի վերանում, եկեք լուծումը գտնենք։ Ու դրա համար երևի ուղղակի արդեն չտեսնելու տալով խնդիրը չես լուծում։ Եթե իմանայինք, որ չտեսնելու տալով կլուծենք, հաստատ միգուցե կան խնդիրներ, որոնք լուծվում են չտեսնելու տալով, բայց Ադրբեջանի եւ մեր հարաբերությունների բնույթը ցույց է տալիս, որ դրանով խնդիրը չի լուծվում։ Ցավոք չի լուծվում։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ասում եմ, այդքան կեղծեցին պատմություն, ստեղծեցին խոսույթ ու հետո դա դարձրեցին արդեն գործիք։ Հիմա քանի դեռ այդ ամբողջ խոսույթի մակարդակով է, իսկ խոսույթը հզոր բան է, եկեք մենք էլ փորձենք խոսույթի մտքի մակարդակով կանխել դա, չեզոքացնել ու դա օգտակար կլինի ոչ միայն մեզ համար, դա ադրբեջանցի ժողովրդին էլ է պետք։ Հա որովհետև իրենք էլ մի օր պետք է ազատագրվեն այս։ Իհարկե, իրենք չեն կարող անընդհատ դրա մեջ ապրել այդ կեղծ բաներով, կեղծ մտքերով, այդ սահմանափակումներով։ Օրինակ գալիս են տարբեր միջազգային կոնֆերանսների ու տեսնում եմ, թե ինչպես են տարբեր միջազգայիններից խնդրում իրենց ապաստան տալ, որ դուրս գան, որովհետև մի քիչ ավելի լայն մտածող մարդու համար այնտեղ շատ դժվար է ապրելը։ Ուզում եմ ասեմ, ընդհանուր տարածաշրջանի երկարատև կայունության, բարեդրացության համար էլ է պետք որ սա տեղի չունենա։ Շնորհակալ եմ Դատև ջան եւ քեզ համբերություն այս աշխատանքում, որտեղ իրոք ծանր գործ է, ես երբ որ այդ հոդվածն էի գրում դասագրքերի մասին, իմ ամենադժվար գրված հոդվածն է, դժվար այդ առումով այդ ատելության այդ դոզան ընդունելու եւ Այսինքն ավելի բարդ էր դրանով, քան ցեղասպանության Այո, պատկերացրու, որովհետև նախ միգուցե ավելի զգայական է, որտեղ ավելի մոտ է գտնվում այսօր մեր այդ վտանգը ավելի առարկայական է, մյուս կողմից, գիտես, նույնիսկ թուրքական ժողովրդականության դեմ երբ որ աշխատում ես, իրենց բերած փաստերը գոնե, հա, կտրված են կոնտեքստից, հա, կարող է ինչ-որ, բայց մանկուր կեղծիք չեն։ Հա որոշակի ինչ-որ տրամաբանության մեջ գոնե ինչ-որ գիտական տրամաբանության մեջ փորձում են հարմարեցնել, փորձում են, չի ստացվում, էլի բան են, պրոբլեմատիկ է, բայց գոնե իրանք գիտության գործիքները փորձում են օգտագործեն, այստեղ բացահայտ մանկուր պրոպագանդա։ Հա ոնց որ տանձին ասեն աթոռ ու գնան առաջ։ Ես շնորհակալ եմ զրույցի հրավերի համար։